Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր հունվարի 29-ն է, եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Մեր ողջ ստեղծագործական թիմը տաղավարում է, պարոն Աբազյան, Ինգերանդոյ, Տահաճմարտ, Մալչիկ Պայիմինի Սասուն, Վայ Ղազարյան, Արգիշտ, Ռուզիկ և Քրիստիկ։ Քրիստիկ ներս հրավերի այսօրվա մեր հյուրերին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ ոչ բարով Նիկոլ Փաշինյանը և իր կազմը։ Երևանի քաղաքապետ Սիսի իր վարչակազմով։ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Էլիզբարյան Էլիզբեկյանը, Վայ Ղազարյանը ստեղա, Դվին ռեստորանային համալիր Էժմիածինում, նոր Դվինա, երաժիշտ, կոմպոզիտոր ասեմ, երաժիշտ ասեմ, գործիքավորող ասեմ, տաղանդավոր երիտասարդ Գևորգ Մհերի, Արամ Վարդևանյան, Ռոբերտ Քոչարյանի լոեր, պատգամավոր, հոգևորական Տեր Արմեն Մելքոնյան, Էտա Եվրոպայ, անցեք նստեք, Սպայկա ընկերության սեփականատեր ընկեր Դավիթ, Մարտունու ավագ դպրոց, Մարտունու քաղաքապետ, ինչպես նաև Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Ավետիսյան Վարդան, անգլերենի ուսուցչուհի Խլղացյան Զոյա, մաթեմատիկայի ուսուցչուհի Մնացականյան Անուշ, հայոց լեզվի ուսուցիչ կամ ուսուցչուհի Ֆիդոյան Աշխեն, Սիսյանի հոսպիտալի պետ Դանիել Մարատիչ, ինչպես նաև ՊՆ-ի բուժվարության պետը, անցնել նստել, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, Դուշևո, անցի Ագարկա, տաղավար ենք հրավիրում Երևան քերակատարողական հիմնարկից Նորագյուղցի Նվերիկին, թողա նստի, Քրիստիկ, չայ, կոֆե, չեֆիր, ինչ ուզում է հյուրասիրես մարդուն։ Սաղովա, Մերգելյան ինստիտուտի տնօրեն Ռոմիկ Ֆրոնզեի Հարությունյան, քո կլիենտն է, Աբազ։ Թագուհի Թովմասյան, Ժողովուրդ օրաթերթ, անցի, Փնթիբոզ, Արարատ բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Սարդարյան, ուղղակի անփոխարինելի կադր, Ղարաբաղի, այն որ ասում է կառավարություն, այսպես կոչված, շատլախների հավաքածու, անցեք նստեք, նու մնացածին արդեն ձեռի հետ, արադառնալով կգնանք, ինչպես նաև Կարեն Արայան, լույսի բանակ, և իհարկե Գագո, արի դու էլ անցի նստի այսօր Նվերիկի կողը, Կիլիկյացի, ես կեզ այսօր բան չեմ ասի, ոնց որ թե, և իհարկե ստուդիում Մեղրին քաղաքապետի կնիկ Տաթևիկին, ես ասել եմ, չէ, այդ ագարկին գրանցում եք որպես պաստայաննի պետքարան, ունիտազ,
այդ ագարկի վաստակին իա ագարկա կնոջով ուր էր ներողություն Տիգրանուհի Դավթյան իմ մտահուն ապրի չեմ կարող անունը ցես բան կլինի Տիգրանուհի Դավթյան եւ Բագրատ Զաքարյան Մեղրի քաղաքապետը իա ագարկա կնգա հետ Գագոս կծցնի Տիգրանուհի Դավթյանին իսկ Բագրատ Զաքարյանին էլ կծցնի Արգիշտը զբաղվեք Իմիջալոց Տիգրանուհի Դավթյանի բերանի խորոչում ուզում է միզել Մոսկվա քաղաքի մշտական բնակիչ մեր 4 ոտանի բարեկամ Ջոնիկը Ջոնիկի խնդրանքը ես չեմ մերժում Գագո դու կենթանի սիրում ես չէ Ջոնիկին հիմա վեկալ գիրկդ թո Ջոնիկը շռի Տիգրանուհի Դավթյանի բեյնի մեջ Մեղրի քաղաքապետի կնգա դու բոզի տղա ես Բագրատ Զաքարյան դու քեզ զորով կծիր կակը եղած չեղածը սաղ Մեղրի բնակիչները ծծցնեն Գագո դու համբերի մենք այսօր կուլտուրական ենք հա եւ հրավիրում եմ բոլոր այն Հայաստանի Հանրապետության բնակիչներին այն կուլտուրական կանանց եւ կուլտուրական տղամարդկանց ովքեր հանրային դա չեն լսում Վարդան Ղուկասյան չեն լսում որովհետեւ իրան կուլտուրական են մեկ էլ այն Էդգար Ղազարյան գա Ֆերդինանդ դրան եւս բերեք այդ բոզի տղուն դու էլ անցի նստի ղախպի սերունդ եւ նստի այդտեղ ուրեմն կապված սկսենք բողոքներից լուրերից եւ այլն ինձ սիստեմատիկաբար գրում են ահազանգ տարբեր մարդիկ ոչ տեսել են ոչ լսել են մեկին ճանաչում են մեկին չեմ ճանաչում ահազանգում են լույսի բանակի ղեկավար ասեմ ինչա պաշտոնը չգիտեմ այդ տղայի Կարեն Արայանի վերաբերյալ որ վերջինս իրականացնում է կեղծ դրամահավաք գումարները հավաքում բաներ անում այդ տիպի ահազանգեր ուրեմն ես ցանկանում եմ որ ոչ թե դուք այդ ուղակի հլնեք ասեք ինքը չգիտեմ գումար ակցում կանադայից միլիոններ ստացե ամերիկայից դոլարներ ստացե ինչ է անում այլ եթե ունեք կոնկրետ փաստ, կոնկրետ հիմք, կոնկրետ ապացույց, որ գումարը ստացել է եւ գումարը չի ծառայել իր նպատակին, խնդրեմ ներկայացրեք։ Իսկ ուղղակի այնպես հլնել ասել գիտեք ինչ, սա փոխավ քեզ գցեց, սա փոխավ քեզ թալնեց, ես ինչ արեց, հարգելներս չի լինի։ Իսկ նու հիմնական բողոքող կոնտինգենտը TikTok հարթակի ժողովուրդն են, ես չգիտեմ, չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հայկական TikTok տիրույթը ինձ համար ուղղակի զզվելի է եւ տհաճ։ Ամբողջովին այլասերվել է, այլանդակվել է TikTok-ը։ Եթե նայում ես հայկական տիրույթը, չգիտեմ, մնացած տիրույթները ռուսերեն, անգլերեն, ճապոներեն, ֆրանսերեն, գերման, ինչ որ մի բան լսում ես, ինչ որ մի բան սովորում ես, ինչ որ մի հաճելի բաներ են դնում կենդանիների մասնակցությամբ, զվարճալի եւ այլն, բայց հայկական տիրույթ մտնում ես սիրտդ խառնում է, բառիս ամենաբուն իմաստով, իրենց այդ անմակարդակ բաթլներով, իրենց այդ անմակարդակություններով, Այս ինչ որ մի բան էլ եթե հաճելի է, դա այդ նմանակումներն է, որ արվում է ին վրով, այն խչոն մեկ, չգիտեմ ես ինչ է երկու, այնից 3, ինչ որ տես մարդիկ այո, տաղանդ ունեն, որը իրոք հաճելի է տեսնել են, կիսաբադու սամատներն ու սամուտին կնիգը, կարին է արիստեղ, բայց ինչ վերաբերվում է մնացածին, այդ որ անատամ, չգիտեմ, սենց վիժվածք տեսքով, փնթի, լելոտ, նայում ասում ես լավ, ես մարդիկ ինչ դաստիարակություն են տեսել։ Իմիջալոս, քանի որ գնաց խոսք այդ տիրույթից, լավ, ես կանադառնամ դրան, հետ կգանք նորից, չէ, միանգամից էլ ասենք, ուրեմն Էդուարդա Էդգարը, որ ուզում է դառնա president կամ prime minister, ինչ որ նախկին դեսպան, մեդալնիկով, բանով, դուք հիշում եք ես բոզի տղուն, իա Ֆերդինանդի, չէ, ինչ որ տես Ֆերդինանդ տղուանունն էլ, սա ինչ որ տես կողքը մի հատ երևույթ ուներ, նիհար,
առնետի դեմքով, սենց մազերն էլ կողի տված, բոզի տղա, դու ուրիշ մարդ չեք գտում, ինչ որ sense բոմժեր, անլվա եթիմներ, տաքսիա քշմի չանում այդ պորնիկի ծնունդը, կեղտոտ, մնալու տեղ չունի, տաքսում է չակնում այդ բոզի տղեն, էդի, ինչով ոման Արսեն, եսիմ ինչ, ես տարբեր աղպի տղեք, ով չի ալարան, հլմա տիկտոկով, ինչ-որ մի հատ բոզի տղա կա փնթի, անթրաշ, նայում եմ գրածա Լևոն Արքա, գեներալ, մեներալ, տեղից հլնող ուշում գեներալ են, ու դիտումներ, միտումներ հավաքելու համար, չգիտեմ, դոգը ձեր մորը ծսցնի, ու ամենահետաքրքիրը նա է նորագյուղցի նվերիկ, նաև ուզում եմ դիմեմ այդ նորագյուղցի նվերիկի շրջապատին, ովքեր որ զանգում էին են պուշոկին, ասում էին բողոքը թեթվ է կալ, կամ զանգում էին ինձ, ասում էին նորագյուղցի նվերիկին բան մի ասա, խնդրում ենք եւ այլն։ Այդ տիպի մարդիկ, ընկեր նվերիկ, իհարկե հիմա նվերիկը ինչ չի լսում, ինքը Երևան քերակատարողական հիմնարկում է, KGB-ի պատմալ, ես դիմում եմ այդ նվերիկի ընկերությանը եւ շրջապատին։ Ուրեմն դուք երևի տեսել եք, որ նույն Էդուարդ Ղազարյանի ախրաննիկը, այն որ քայլը մեջ հանրապետության հրապարակում, որ կողյանից դավոլ, իզնից բեթարնիար, բայց ախրաննիկը լուրջ դեմքով ու մտե դոգյանն է տալի նվերիկի դաշտից։ Ես մի պահ որոշեցի այդ բոզի ստղուն ուղարկեի նվերիկի կնգամոտ, բայց որոշակի մարդկանց խնդրանքը հաշվի առնելով, եւս մարդիկ ովքեր գտնվում են անազատության մեջ, ես ինձ զսպեցի։ Ուրեմն լսեք, նորագյուղցի նվերիկի ընկերություն, եթե դուք իրոք ընկերներ եք նորագյուղցի նվերիկին, ուրեմն դուք այդ Էդուարդ Ղազարյանի ախրանիկի մամայի բերանը պիտի ժաշտակ, որովհետև այս մարդը լինելով իրան ձև տալով որպես ախրանիկ, աշխատելով որպես տաքսիստ եւ այլն մտել է խոսում է գողական աշխարհի մարդուց ու միանշանակ համոզված եմ չի ճանաչում ու հայոյում է Վարդան Ղուկասյանին տալով այդ մարդու անունը նվերիկի, այսինքն ինքը իսկ քրվում է նվերիկի պատճառով իսկ ինչ պիտի աներ Վարդան Ղուկասյանը պիտի վեկալ այդ մարդուն գրգի նվերիկին ստուն եւ նկարագրի ինչ անում ինքնդեղ ես դա չեմ անում Ես դա չեմ անում, որովհետև գիտեմ, որ ընկեր օրենքով ապագա օրենքով գողը չունի կապ այս բոզի տղու հետ։ Բայց եթե դուք այդ բոզի տղուն չեք ծծցրել, ուրեմն նորագյուղցի նվերիկը պիտի ձեր հետ այլևս ընկերություն չանի, որովհետև դուք ընկեր կոչվելու իրավունք չունեք։ Որովհետև ձեր ընկերոջը պոտնոսի վրա մատուցում են ինձ, որ ես իրան պղծեմ, բերդից Անուշ ապերնի խնդրեմ ասում են նվերիկը կապ չունի, խնդրեմ եմ հանգարց բան մի ասեք, իսկ դուք լինելով ազատության մեջ, նվերիկի ընկերները չեք կանչում այդ տաքսիստ բոզի տղուն ասես մամայի ծծացնեմ, դու նվերիկ вообще живой տեսել ես, ինչ ես մտնում եթեր ու տալի նվերիկի, ուրեմն այդ մարդը պիտի դեմի ատամնաշարից զրկվի, եթե դուք նվերիկի ընկերներն եք, կիլիկիացի նվերիկ, հա? Իսկ այդպես բոզի տղեկի Մարսեն, ես ինչեր, հան ընձի դոգը չի կարաբան, այսինքն ես այլևս չեմ անդրադառնալու եւ սիրելի ժողովուրդ, նման թափթփուկների մի ուղարկեք ինձ։ Վարդան Ղուկասյանը պետական գործիչ է, Վարդան Ղուկասյանը այսօր դարել է առավիկ նախկիների եւ ներկաների համար։ Այդպես բոզի տղեկի ես այլևս չեմ անդրադառնալու, որովհետեւ այդ մարդիկ հաճույք են ստանում, որ ես իրենց անդրադառնում եմ, իրանք դառնում են պոպուլար։ Գնան դոդից փող վեգալեն հաչան, գնան են մեկից մի 1000 դրամ պիվի փող վեգալեն հաչան, որ ցույց տան աուդիտ մի ուղարկեք այլևս ինձ։ Ու ինձ ուղարկելու փոխարեն նման բոզի տղեկի ելույթը ինքներդ հայոյեք։ Իսկ ես ուզում եմ տենամ այդ գողական աշխարհը, որ ընկեր են խլայից հագալեմ այդ կիլիկիացի երիտասարդին, ինչ պատժամիջոցներ կձեռնարկեն այս բոզի ստղու նկատմամբ, ով փորձեց անեցանի, որ ես յան ղրգեմ դրանց տուն։ So, թեման այլևս փակ է, իսկ Էդուարդ Ղազարյանին այդ հելիկանի աղախպի տղա գագո ծծցրա Սրան էլ ծծցրա այսօր ես քեզ պիտի այդ օգտագործեմ որպես սեռական գիգանտ կասեմ խի ծծցրե գա
Ուրեմն ահազանգում են քաղաքացիները ոմն մի անձի վերաբերալ, եկեք մի անգամից զանգահարենք հասցեատիրոջ։ Battery 100%. Connected to SQ2 output. Ամեն մի բոմժ, ամեն մի անլվա, ամեն մի խերի գլող, հլնամա ու սկսում է ինչ-որ մի քիչ դիտում հավաքի, սկսում է դոգի անունը տա, որ զորով ասում է դու ինձ քրֆի, որ ես դառնամ պոպուլար, ոչ ճանաչում ես, ոչ քաղաքական գործիչ, ոչ ինչ-որ մի հատ տաքսիստ։ Ռազմական ոստիկանության օպերացիա վերջապա Մայոր Մելքումյան։ Մայոր Մելքումյան, բարև ձեզ։ Մոժում ձեզ։ Սա Վարդան Ղուկասյանն է, մենք ուղիղ եթերում ենք, ես հաղորդում ունեմ ձեզ տալու, խնդրում եմ վերցրեք թուղթ ու գրիչը եւ գրանցեք։ Խնդրեմ։ Ուրեմն մեզ ահազանգել է քաղաքացի կապված Գոր Համլետի Կարապետյան, անուն ազգանունով երիտասարդի հետ։ Գոր Համլետի Կարապետյան, ծնված 2020 թվական, Որ թվական 2020 բնակվում է Ղափանցյան 207 հասցեում, հայրիկի գումարների միջոցով կեղծ բժշկական փաստաթղթերով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Փոխացեք օպերգծով տեղակալին։ Եվ այդ կներեք։ Ներողություն 2002 թվականին, ասում 2020, Գոսպեդ։ Ես զարմացա 2002 թվականին։ 2002 հայրիկի գումարների Ահա, այսինքն բժիշկներին բնակաշարելով կեղծ ինչ-որ էպիգրիզներ են ձեռք բերել, որով որ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Փոխանցեք օպերգծով տեղակալին։ լավ։ Շնորհակալություն։ Ոչ, մենք էլ ենք մարդ, գիշերները չքնելու արդյունք։ Ուրեմն այս զինվորական դատախազ, այս երիտասարդի հետ կապված հարևաննիքն են ահազանգում, ասում են առողջ, բոյով, բուսաթով, սիրուն, սիմպատիչնի տղա։ Ունեն սերվիզներ, Պարոնյան 7-ում բնակարաններ, Դիլիջանում հողեր, Սքոտուն, չգիտեմ, Թբիլիսյան խճուղիում ավտոսերվիզ, ամեն ինչ, եւ այս մարդը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից խոսքի արգանդի մինինգիտ ախտորոշմամբ։ Ինֆորմացիան փոխանցեցինք ռազմական ոստիկանության հերթապամաս, ուղիղ եթերով, դա նշանակում է, որ ռազմական ոստիկանությունը եթե գնա բռնի բերի էլ գումար չի կարա առնի եւ բաց թողա, գործը պիտի գա հասնի քեզ։ Եթե այս գործը ջրվավ, նշանակում է զինվորական դատախազությունը փող առնելի, այս մարդուն թողելի։ Սա էլ սենց։ Մյուս նորությունը, որը ես ուզում եմ ասեմ, ամսի 8-ին Վայե Ղազարյան, Ատաքյո Նիկոլ Փաշինյան, Գյուքյա Օվիր։ Հələ մեկնասի գալը մեզ Օվիր, ինչ անես, էլի պիտի ընգնի սեղանը 500 դրամանոց, դուշ քանդի մանտա եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ ես, ոչ Օվիրի շենքի բացումա, ոչ Օվիրի շենքի փակումա։ Գալիս ես Օվիր, որ ինչ անես։ Մարտիկ ուզում են պասպորտ հանեն, հիմա դիմում են, պասպորտի հերթը հասնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Ձեր օրինաց այս բոզի տղա ծրագրով։ Իբր թե գախնի այցա, բայց եթե մի բանի մասին արդեն ես գիտեմ, հասարակությունն էլ իմացավ։ Էլ դրա գախնին որն է, այ գանդոն։ Էդ էլ ընեց։ Ձերի հետ տեղեկություն։ Իմիջալոց Լոնդիգի աղջկա պահը ստուգեցիք, ոնց է 17 բալ հավաքած ագարկեն նորից նշանակվան պասպորտ սեղանի պետ։ Աբաս զբաղվի։
Քանի որ գնաց խոսք NVD-ից։ Ուրեմն ես միշտ ասել եմ, որ օրենքը հոգի չունի։ Օրենքը բարոյականություն չունի։ Օրենքը օրենք է։ Բայց օրենք կատարողը ունի հոգի։ Օրենքի պահանջ կատարողը եւ օրենք պաշտպանողը ունի հոգի։ Պիտի ունենա։ Այսինքն ունի, բայց հարցը մեջը կա, թե չկա։ Ինձ խորապես ցնցեց մի դեպք, որը տեղի է ունեցել 16:01 գրի մոտդ Վահե Ղազարյան։ 16:01/2024 թվականին։ Ռուսաստանի Դաշնությունից քաղաքացի Արմեն Սարգսյանը Հայաստան է տեղափոխում իր ծնողի դին։ Ամբողջ Ռուսաստանի տարածքով այդ մեքենան անցել է, գեթ մեկ Ռուսաստանի գայիշնիկ չի կանգնացրել այդ մեքենան։ Մեքենայի դիմապակու վրա գրված է եղել Գրուզ 200, այսինքն ավտոն տեղափոխում է դիակ։ Վրաստանում չեն կանգնացրել, Ռուսաստանում չեն կանգնացրել, գալի հասնում է բոզի տղա այս երկիրը, Արագածոտնի մարզում Միրակ M3 մայրուղու վրա կանգնացնում է քո բոզի տղա պատրուլը։ 10-149 բանով, կրծքանշանով, ժետոնով։ Տեսնելով, որ մեքենայի մեջ դի կա, եւ այդ դին պատկանում է վարորդին, վարորդի մաման է։ Ասում է, գիտեք ինչ, դուք ամրագոտի չեք գցել։ Ես ամրագոտիով ծսնեմ քեզ, Վահե Ղազարյան։ Գագոն ամրագոտին գցի վզիդ, իա հաստ պիթոն խեռը կողի բենիդ մեջ, ասի վայելի ամրագոտիով։ Մարդն ասում է, գցել եմ, ասում է, չէ, չես գցել ու ակտը գրում է։ Ասում է, մորս դիակն եմ տեղափոխում, չէ, կապ չունի, ակտը գրվում է։ 17 CG 117 Mercedes ավտոմեքենայի վրա։ Գիտեք, մարդ ինչքան պիտի, այսինքն այդ ոստիկաններին, երբ որ դուք ինստրուկտաժ եք անում, այդ պատրուլ Դանիել Իոնիսյանի մակարդակը ինչ պիտի լինի, որ իա ստեղծած ոստիկանությունը, պատրուլը ինչ լինի։ Դու տենում ես մեքենայի մեջ դիակա, դու հəl պիտի ասես հաջողություն ձեզ, եթե դաժե քցած չի, պիտի դիտողություն անես, նկատողություն ասես, քցեք եւ ձեզ բարի ճանապարհ ցավակցում եմ։ Եթե դու մարդկանց ես ընդունել գործի 10-149 կրծքանշանով պատրուլին, պիտի կանչես ասես բալիկ ջան, մորը ծածացնեմ, դու բոզի տղա ես թե չէ։ Այս հարցը պիտի իմ ոստիկանը արածներ տես բա, կաբինետում կսատկացնեի։ Կաբինետում կսատկացնեի, դուբի գենկարնեի կնգնեի ջանին, ենքան կտպեի, որ բամբակով ջուր կաթսնեին բենի մեջ։ Եթե դաժե այդ մարդը խմացել լեր, դու չպիտի տուկանեի, պիտի ընգնեիր դեմից, ուղեկցեիր միջև ընդ որտեղ այդ դիակը գալմա։ Բռնաբանից ձեր ռեմեններով, ես էլ արդեն միլիոնավոր քաղաքացիներ կնեմ, ասեմ, պարոն Ղուկասյան, ռեմենը քծած ես պորնիկի տղա, պատրոնն ասում է ռեմեն չկա։ Դու որպես մինիստր, դու որ հանդիպում ես այդ անձնակազմիդ հետ, հասարակ հրահանգավորում չես անում։ Չես ասում այ բալաջան, հիվանդ տեղափոխելուց կլնեն, կտենակ հիվանդա տեղափոխում, ծննդկան, չեք կանգնացնում, ուղեկցում եք, դիակա, բացեք թողում գնում է, եւ ալ պիտի մարդ մի քիչ ունենա բարոյականություն։ Եթե դու ատենց օրենք սիրող մարդիկ եք, բացասնեմ ես ձեզ, քավարատիկո բոզի տղեն առանց վարորդական իրավունքի կշնորհ։ Քիչ եք կանգնացնում։ Հարց։ Չէ, դու հասկանում ես, չէ, Վահե Ղազարյան, ես քեզ դաժե օրով ժամով փաստով ասում եմ 16/01/2024-ին ակտը գրվել է 14-26, բաց նայի ձեր այդ ակտերի մեջ 10-149 կրծքանշանով ղախպից տաղեն։
Մեքենայի համարը 17 C G 117 Mercedes։ Մի քիչ պիտի ես չեմ հասկանում ինչ ձև եք, ոնց եք ջոգ է այդ աշխատողներին։ Դրանք ծնող ունեն, չունեն, դրանք ծննդատանն են ծննդաբերել, թե չգիտեմ, հանդերում ու բաղերում ու սարի գլխին կովիդ թրիքների մեջ։ Մայր տեսել այ 1049 կրծքանշանի պորնիկի տղեն։ Չի կարելի, արա մարդ եղեք, մարդ։ Նույն է վերաբերում այդ բոլոր այդ ժետոնավոր այդ ոստիկան կոչվածներին։ Տենում եք մարդը սքի մեջ դիակա տեղափոխ դուք ակտ եք գրում մարդու վրան, ալա։ Խո բազի տղա չեք։ Գնացեք քպականների վրա, եթե կհամարձակվեք, մի հատ օլիգարխի վրա ակտ գրեք։ Մյուսը, եթե տենց բան եք, ուրա, ես մեկը լկանեք սանձանք, հերթով է թմենք։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Ալո, Ալսման։ բարև ձեզ, նոր դրին ռեստորանային համալիր, մենք ձեր հետ ուղիղ եթերում ենք, ձեզ ինչպես դիմեմ, ալո, ասպեմ ձեզ ինչպես դիմեմ, ձեր անունը, Սամվել, հա, ստեղ դուք մտում եք սեփականատերերից մեկն եք, Հայկ, Սամվել, Տիկո և Ավո, քանի որ մենք մի քանի հաղորդումա փորձում ենք կապ հաստատել ձեր հետ, ձեր ռեստորանային համալիրի, ուրեմն ձեր ռեստորանային համալիրի հետ կապված ահազանգում են ձեր աշխատակիցները, որ աշխատում են 15 ժամ, վարձատրվում են 13, մի րոպե հարց ավարտեմ նոր, աշխատում են 15 ժամ, վարձատրվում են 13,000 դրամ, որից 1000 դրամն էլ պահում է կոտրված սպասքի գումար։ Աշխատանքի ժամանակ իրավունք չունեն օգտվելու ձեր ջրեղենից, որովհետև դա վճարով է, այսինքն իրավունք ունեն գումարը բան վճարի, վեկալ խմի, կոլա ես ուզում, ֆանտա ես ուզում, ինչ ես ուզում։ Ընդմիջում իրանց հաշվինա, եւ ամենահետաքրքիրը նա է, որ ասենք նույն մատուցողները կատարում են եւ հավաքարարի աշխատանք, եւ բանվորի աշխատանք, այնտեղ ամաներ տարեք, լուսամուտ մաքրեք, լուստրա մաքրեք, այս արեք, եւ բնականաբար չեն վարձատրվում դրա դիմաց։ Գումարած դրան, էլ ինչ հարց էին ինձ տվել, մի րոպե, հա, ինչ որ ներկայացել էին, որ հակասանիտարական վիճակի մեջ է ձեր խոհանոցը։ Ես կցանկանայի լսեի բան աշխատավարձի պահով, ասենք ինչ եք դուք աշխատացնում 8 ժամից ավել, եւ ինչով է բանը պայմանավորված այդ ջարդված ամանեղենի գումար պահելը եւ ֆիզիկական աշխատանքը, չգիտեմ, նույն մատուցողին հելի լուստրեն մաքրի կամ ապակիները լվա, բայց դրա դիմաց ոչ մի աշխատավարձ։ Ես լսում եմ ձեզ։ Նախարարինը պարոն Ղուկասյան, իմ ձեր հետ խոսալու հիմնական նպատակներից մեկն էր, որ հանդերձ կողքից ինչ-որ մեկի մոտ կարծեք որ չձևավորվի, էլի, որ զանգել եք մեզ մենք չենք պատասխանել, ու այն ինչը որ ձեզ ներկայացրել են, ես կարող եմ պարզ ու հակերձ ձեզ ասեմ, այն արդեն 3 օր անցել է էլի այդ խոսակցության վրա, ու նման արտահայտություններ անող անձնավորությունը շատ լավ լսել է իր կողքի աշխատող անձնակազմը, թե ինչ կարծիքը արտահայտ է իր վերաբերյալ, այդ ասողի վերաբերյալ, որովհետև այն ինչը որ ինքը ներկայացրել է, ու բնականաբար պես չափից շատ ճոխած ներկայացրել, որը որ իրականությունը вообще չի համապատասխանում։ Էսի հարսանյաց սրահում հարսանիքը սկսվում է 5:30-6-ից։ Ու ես մոտ
Իսկ շատ հետաքրքիր է 15 ժամ ինքը որտե է էլի աշխատում։ Այն որ մի քիչ էլ երևի իր երևակայությունը զորդա, կարող է գիշերով պահակել մնալ աշխատել։ Այսինքն ցերեկով ձեր ռեստորանը չի աշխատում։ Դուք ցերեկը փակ եք։ Ցերեկով ռեստորանը նախապատրաստական աշխատանքներ կարող ունենա, որը որ անում է խոհանոցը։ Հարսանեկան միջոցառումը սկսվում է 5:30։ Աշխատակազմը գալիս է դրանից մի քանի ժամ առաջ, որ նախապատրաստի իր սեղանը։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, բացի հարսանեկան դալիճից դուք բար, կաֆե, ռեստորան չունեք ձեր տիրույթում։ Ունենք մյուս կորպուսում մենք ուրիշ տեղեր ունենք, բայց այն արտահայտությունները ինչ որ արվել է ստեղի հետ կապված, որտեղ այնտեղ լրիվ ուրիշ պայմաններ, լրիվ ուրիշ միջավայր է, ու այդ արած արտահայտությունները ընդհանրապես չի համապատասխանում։ Էլի դրա համար ավելի հակված ենք ստեղի։ Այն ինչ որ ներկայացրել են ստեղի հետ կապված։ Երկրորդ ամենակարևոր փաստը, որի մասին ես ուզում եմ խոսեմ, խոհանոցի հետ կապված ինչը որ դες ասել։ Ուրեմն ես ասես կարող բարձ ասեմ, որ ամբողջ հանրապետությունում նման խոհանոց ունենան թե չունենան, դա կարող ունենա 2-3 ռեստորան։ Ինչով է ձեր խոհանոցը տես տարբերվում մյուս ռեստորաններից, եթե գաղտնիք չի։ Իր կոմֆորտով ու հագեցվածությամբ ու չափի մեծությամբ։ Իսկ ձեզ հարց տամ, ձեր ռեստորանի աշխատողները սանիտարական գրքույկ ունեն։ Բոլորը ունեն։ Երբ ա եղել վերջի ստուգումը։ Վերջի ստուգումը, եթե չեմ սխալվում, եղել է ամիս առաջ։ Մի ամիս պլյուս մինուս մոտավոր եմ ասում, էլի, որտեղ նսրոկներով են գալիս են անընդհատ անցնում են, այդ ամեն ինչը ու անցնում է։ Ու գիտեք ստեփանը որն է, որ իրանք դες կանգնել են կոնկրետ ասողի մասին։ Ասում են, որ կանգնել է բողոքելա վայ ստեսենց, իրեն ոչ մեկ ստե չի պահում։ Ինքը շատ հանգիստ ձևով կարող է իրեն հարմար տեղ գտնի աշխատի։ Այն դեպքում երբ որ ստե մարդիկ ծանոթով են գալիս աշխատել, ինձ անգամ խնդրում են ինչ-որ մեկի համար, որ իրեն վերցնեք մատուցողի։ Մի հատ հարց տամ ձեզ, դուք ճանաչում եք մատուցողուհի Սոնա Սարգսյան։ Սոնա Սարգսյան, ընդհանրապես չեմ ճանաչում, Սոնա անունով աշխատողի։ Կա ձեր մոտ նման մատուցող։ Չէ, պարոն Ղուկասյան, Սոնա անունով աշխատող ընդհանրապես չկա ստեղ։ Չկա։ Որովհետև մեզ ահազանգում են, որ ձեր մոտ կա Սոնա Սարգսյան, որ հիմա բանը պարկածա տանը, բուլեցենի մեջ է, այսպես ասած, տենց մարդ, լավ, տենց հուշեմ, տենց ունեք։ Չէ, չունենք, կճիշտ եմ, եթե ժամանակին եղել է դուրս։ Չէ, նորա։ Ամսի 12-ին հունվարի ինչ-որ տենց տեղեկությունը, ես չգիտեմ սա որքանով չի, ես հիմա ձեզանից եմ հարցնում, ամսի 12-ին հունվարին ընդունվել է Էրեբունի բժշկական հիվանդանոց, որտեղ որ վիրահատվել է գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ։ Չէ, դա ուրեմն բացառված երևույթ է, որտեղ եթե ինչ-որ նմանատիպ բաներ էդի կլսեին, հիմա ես չգիտեմ, էլի ձեր տեղեկությունը ինչ-որ ձեզ տվել են իրականությանը вообще համապատասխանում է թե չէ։ Ընդհանրապես Բայց կոնկրետ եթե նման Իսկ ինչքան է ձեր մոտ աշխատավարձը, ներողություն, եթե գաղտնիք չի։ Այնքան ինչքան որ ձեզ ասել են։ Այսինքն աշխատավարձը ճիշտ են ասել։ Իսկ այդ 1000 դրամները դուք պահում եք։ Առաջին 1000 դրամ չեմ պահում են, կեսն են պահում։ Այսինքն կեսն են պահում։ Հարցը ես ոնց հասկացա, ձեզ ինչ-որ դուք հարց եք տվել, ասել եք բաղուր չեք ջարդում։ Այո։ Պահում եք, չէ՞, ոնց ասես Հա։ Իսկ այդ որ ասել են չէ, իսկ այդ չէ ասողը ասել է, որ ասենք օրինակ մի օրվա մեջ մի անգամից 300,000-ի երբ որ պասպորտ է ջարդում, դրա համար իրան ինչ-որ մեկ ասում է բեր փոխհատուցի, կամ որ ասել են ջուր չեն թողում խմենք, սոկ չեն կարում խմենք, ստեղ վճարողի չի պարոն Ղուկասյան, ոչ սոկը, ոչ ջուրը, ու այդ ամեն ինչից օգտվում է։ Ես ուզում հասկանամ այդ 300,000 դրամի բանը պասուտ մարդը ո՞նց է ջարդել։ Նա վեկալե գետնովա տվե հաթաթ։ Զալ բրթելու ընթացքում, ցերեշկի վրա, երկու բարսում 10,000, ընթացքում շուր է տվել։ Ու այդ մոտը որ եմ ասում, կարող է 300-ը, կարող է 400-ը։ Կարող է 100-ը։ Չէ, 100 չի կարանի, ես այդ մինուսավոր եմ, միշտ մինուսով եմ ասում։ Ինչը դες ասում եմ, իմացեք տակի թվերն է։ Այսինքն աշխատավարձը 12,000 է, մի խոսքով։ 1000-ը հանած դուք վճարում եք աշխատողին 12,000 դրամ օրը։ Չէ, 1000 հանած չէ, 1000-ը իրանք են հավաքում, իրանք որոշումով, որ իրանք չգիտեմ, իրանք համար կողմնակի ծախսեր ու նմանատիպ բաների համար։ Կողմնակի ծախսը ո՞րն է։
Հիմա աշխատող են, կարող ինչ-որ բանի կարիք ունես, ցանկություն ունես, սիրտը քաշել է, աղեն ուտեն, օրինակ։ Իսկ քանիսն են աշխատում, լավ։ Աշխատանքը սկսում է ժամը 5:30-ից, միջոցառումը դրանից 3-ի շորժամ առաջ գալիս են նախապատրաստական։ Երբ հավարտվում, երբ որ գիշերվա 2-ին, 3-ին, հա։ Գիշերը 2-ին, 3-ին չի ավարտվում։ Միջոցառումները ավարտվում է ժամը 11, մաքսիմում կարող ավարտվի 10-ը։ Դա հավաքելու process-ը դրա հետ մեկտեղ։ Լավ, ես հասկացա։ Դες նշ ճոխ ներկայացրել են։ Դե այդ մարդը համոզված եմ, էլի, եթե ինքը ստերի անձնակազմի մեջի մարդը, ինքը հաստատ այս մեր ամբողջ անձնակազմից լիքը մարդիկ կային, որ իրանք էին ուզում պրոստը ձեր հետ խոսեն, կապ հաստատեին, եկել են խնդրում էին, ասում են, կլինի մենք կապ հաստատենք, որտեղ ոնց որ մեզանական բան է, իրանց նկատի ունեմ աշխատակազմից, որ ինքը տենց արտահայտություններ արել է ու ես հուսամ, որ դուք որպես որովհետև այս պայծառությամբ ես կարող եմ խոսալ մենակ հուսամ բառով, որովհետև ես իշխանություն չեմ եւ չեմ կարող վերահսկողություն իրականացնել ռեստորանային բիզնեսների վրա։ Ես հույս ունենամ, որ ձեր նորաբաց ռեստորանում չեն ոտնահարվի ձեր աշխատողների իրավունքները եւ աշխատողը չի դիտվի որպես ստրուկ։ Մինչև որ դոգի կուսակցությունը կգա իշխանության եւ աշխատողի բանվոր դասակարգի իրավունքները կամրագրվի կոնկրետ օրենքով, օրենքի տառով։ Աշխատանքային ժամն էլ կֆիքսվի կոնկրետ այս ժամից այս ժամը աշխատավարձի հետ միասին։ Լավ, ես ձեզ մաղթում եմ ձեր բիզնեսի բարգավաճում։ Կլինեք այստեղ, ես անձամբ ձեզ կհրավիրեմ ձեր աշխատանքը կտենեք։ Ես որ այդտեղ եղա, արդեն անկախ ձեր հրավիրելուց, ես որ այդտեղ եղա, անկախ ձեր հրավիրելուց, իմ աշխատողները անպայման կայցել են բոլոր ռեստորաններ, այդ թվում նաև ձեր։ Եղավ, շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Ես ռեստորան չեմ այցելում առհասարակ։ Նամանավանդ Հայաստանում։ Так, անցնենք առաջ։ Մյուս բողոքը, Սպայկի Դավիթ։ Ողջույն Դավիթ։ Ուրեմն քո աշխատողները նորից բողոքում են աշխատավարձերից։ Դեկտեմբեր ամսվա աշխատավարձը Սպայկեն չի տվել։ Միջելոց աշխատավարձից բողոքում է նաև Վայղազարյան քո միլիցեկը, ասելով, որ իրանք էլ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը։ Հիմա ինձ հետաքրքիր է մի բան։ Մենք իրար հետ, այսպես ասած, անձամբ շփվեցինք, երբ որ դու հանդիպեցիր մարդամեկի հետ, այդ մարդամեկը հաստատեց կապ, մենք երկու բառ խոսեցինք իրար հետ եւ պայմանավորվանք, որ այլևս կոմոդ չառաջանալու նման խնդիր, որ աշխատողների աշխատավարձը ուշացվի։ Ես չգիտեմ դուք երկուսով, դու մարդամեկը իրար հետ ինչ եք խոսացել, ոնց եք պայմանավորվել, դխանց քեզ ասում եմ, որ ես ինչ-որ դուք պայմանավորվել եք, տեղյակ չեմ, հետի որ դու իմանաս։ Եվ ոչ մի պարտավորվածություն քո անձի նկատմամբ չունեմ, հետ էլ որ իմանաս։ Բայց ես ուրեմն քեզ տես շատ հանգիստ կուլտուրական, էթիկայի եւ էսթետիկայի ոճով ասում եմ։ Սպայկա կամպանիայի աշխատողների հետ, որ քախան են անում, պամիդոր են հավքում, եսի մի չեն անում, դեկտեմբեր ամսվա աշխատավարձը Դավիթ, վաղը տուր։ Իմ մյուս հաղորդմանը, որը կլինի 2 օրից, որպեսզի քո աշխատողները ինձ փոխանցեն, որ դու աշխատավարձը վճարել ես։ Դու, ես հիմա համոզված եմ, դու քո տնեցիք, ինչ նոր տարի եք արել, ինչ սեղան եք գցել, կարող է դաժե արտասահմաննի եք գնացել։ Այս մարդկանց աշխատած քրտինքը դու չես տվել, Դավիթ։ Ես նորից ու նորից ասում եմ, ես ճիշտ է, կոմունիստ չեմ, բայց ես դաստիարակված եմ կոմունիստական հոգեբանությամբ, որ բանվոր դասակարգը պիտի ապրի, բանվոր դասակարգը գումարի խնդիր չպիտի ունենա, բանվոր դասակարգի մեջ մտնում են նաև գյուղացիները, մատուցողները, չգիտեմ, սանիտարկեքը, բուժքույրը, բոլորը, իմ համար դրանք բոլորը բանվոր դասակարգ են, այսինքն են մարդիկ, ովքեր որ քրտնաջան աշխատում են եւ իրենց քրտինքի գումարն են ուզում, ուրիշ գումար չեն ուզում, տղա ջան։
Դու կարաս, չգիտեմ, ինչ մի գումար չփոխանցես, այն չանես դու դա, գնաս մտնես բանկ վարկ, վեկալես քո ժողովրդի աշխատավարձը 10։ Մենք երբ ճանաչում ենք վաղուց, ավելի վաղուց, եւ այդ որոշակի հանգամանքները 2010-11 երևի այդ թվերից, հա, իշնորհիվ Գևորգ Ղուկասյանին։ Եվ այդ ամեն անգամ քեզ դիտողություն անելուց իմ աշկարոջ գալիս է այդ հարսանիքի կադրերը, որին դա եզակի հարսանիքն ա եղել, որին որ ես մասնակցել եմ, եթե չեմ սխալվում, Ազաբեի, դրա համար եմ մասնակցել, ստիպված։ Ես հարսանիք տանել չեմ կարող։ Հարսանիք, շախմատ, ներվենանում եմ։ Ուստի մարդկային տոնով ասում եմ, բանվոր դասակարգիտ աշխատավարձերի հարցը լուծի Դավիթ։ Իարի շնեղանանք։ Մեկ էլ դու քեզ էլ խոմ պետությունն ա տալի, վայ Ղազարյան, միլիցեքդ փող չեն ստացել, ամսի 29-ն այս, 29-ն էլ պրծավ։ Մարդիկ ձենգի խացած, մանի։ Իմիջալոս, քանի որ գնաց խոս միլիցեքից, ես ուզում եմ հայտարարեմ, հարգելի ժողովուրդ, եթե դուք ընկնում եք ոստիկանություն, ուրեմն աշխատեք ոչ մի պարագայում ձեր հեռախոսը ձեր ձեռքից բաց չթողնել, ձեր հեռախոսը ոչ մեկի չտալ, ոչ մի ոստիկանության աշխատող առանց դատարանի որոշման իրավունք չունի մտնի ձեր հեռախոսի մեջ։ Ուզում են ձեր հեռախոս, ասում եք ոչ, ես չեմ տալի իմ հեռախոսը։ Կամ ասում են թողեք ստեղ, բարձացեք վերև։ Չեք թողում, չեք բարձրանում։ Տվեք դուրս ինչ-որ մեկի մոտ, ոստիկանության շենքում հեռախոս չեք թողնում։ Ինչու՞։ Որովհետև այսօր առհասարակ մեր ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն, դա էլ ասեմ նաև, բոլոր ուժային կառույցները, եւ որ վերցնում են ձեր հեռախոսը, ձեր հեռախոսի մեջ ներբեռնվում է հատուկ ծրագիր, որը application-ով, այսինքն որ դնեք sense թերթեք ծրագրերով, ինքը չի երևում։ Բացարձակ չի երևում։ Այսինքն դուք դիտանեք պրոֆեսիոնալ մասնագետի մոտ, որը կարողանա տնտղել եւ գտնել են գախնի ծրագիրը, էժան ծրագիր է, բայց գախնալսման ծրագիր է, որը ներբեռնում է ուժային կառույցը, ոստիկանություն կլինի, KGB կլինի, քննչական կլինի, դատախազություն կլինի, համապատասխան մարդ կա նստած, ով երբ որ դուք հարցաքննվում եք, առերեսվում եք, չգիտեմ ինչ եք անում, այդ ժամանակ հեռախոսը տրվում է այդ մարդուն, ինքը արագ գցում է ձեր հեռախոսի մեջ հատուկ ծրագիրը, վերադարձնում են ձեզ, դուք վեկալում տենում եք, հեռախոսը մաքուր է, արտաքինից ոչ մի փոփոխության հեռախոսը չի ենթարկվել։ Ու գնաց ձեզ հանգիստ գաղտնալսում են, դուք էլ անգամ չեք իմանում, որ ձեր բոլոր խոսակցությունները գաղտնալսվում են։ Պայմանավորվանք։ Իսկ ովքեր որ մտել են հելել, խորհուրդ եմ տալի ձեզ, ձերցրեք ձեր հեռախոսը եւ գնացեք պրոֆեսիոնալների մոտ, տվեք թող միա ձեր հեռախոսը տնտղեն եւ քրքրեն։ Հաստատ համոզված եմ կհայտնաբերեք այնտեղ անցանկալի application։ Ինչ որ հատուկ ծրագիր։ Ցայլ, այն որ ասում եմ, դիտեք հանրային դատ հաղորդաշարինքը օգուտ է տալի, այ, տենեմ եք։ Հաճելի բաներ եք իմանում։ Քանի որ գնաց խոսք աշխատավարձերից, ուրեմն Արարատի ուրա Արարատը հեսա Արարատ բժշկական կենտրոն տնօրեն Արայիկ Սարդարյան մենք ձեզ զանգահարել էինք կապված ձեր աշխատողների աշխատավարձերի հետ, որ դուք չեք տվել 2023 թվականների արձակուրդայինները, 2023 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը։ Ես հետաքրքրված ասում եմ, ով է Արայիկ Սարդարյանը։ Արայիկ Սարդարյանը բանից պարզվում է անհիշելի ժամանակվանից աշխատում է Արարատ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ։ Ուր են գնում այդ գումարները, ինչի բուժքույրերը չեն ստանում, ինչի աշխատավարձ է ուշացում 2024 թվականն է։ Այդպես բաները այն 90-ական թվականներին էին։ Բայց մի կողմից ես հիմա ուզում եմ Արայիկ Սարդարյանին դնեմ դագաղը։
կամ ուղարկեմ Գագոյի Փաչեքի արանքը։ Բայց մյուս կողմից չեմ ուզում։ Ինչու չեմ ուզում։ Որովհետև Արայիկ Սարդարյանը մեղավոր չի։ Մեղավորը այն մարզպետը, այն քաղաքապետը, այն առողջապահության նախարարը, ով որ պարտավոր է վերահսկողություն իրականացնի։ Իսկ ինչի են այդ մարզպետերը եւ այլն, այսպես ասած, շանտեղ դրած, ոչխարի տեղ դրած օգտագործում Արարատի ժողովրդին, որովհետեւ զոմբիների գերակշիռ մասը կուտակված է հիմնականում երկու քաղաքներում՝ Գյումրի եւ Արարատ։ Եվ անգամ այսքանից հետո, որ գրոշ ստացող բուժքույրը 80-85 հազար դրամ է ստանում բուժքույրը, գրոշ ստացող բուժքույրը այսքանից հետո պիտի կանգնի ասի ես ընտրում Նիգոլն Աստվածա, ես Նիգոլ եմ ընտրում, սենց ժողովրդին Արայիկ Սարդարյանի նման գլխավոր բժիշկները պիտի ծածանեն, ոչ թե մի հատ էլ աշխատավարձ չտան, լավ են անում, դա ես չեմ ուզում ներվայնանամ։ Որովհետև հիմա ես անգամ եթե ներվայնացա, ներվեր փչացրեցի, Արայիկ Սարդարյանին ղրգեցի Գագոյիս Փաչեքի արանքը եւ այլն, Արայիկ Սարդարյանին հետ ես դառնալու եմ վատամատ, իսկ ըտի կոլեկտիվը նորից ընտրությունների ժամանակ նամանավանդ Արարատի եւ Գյումրու ժողովուրդը նորից գնալու են ասեն Նիգոլն Աստվածա, Նիգոլ մեղավոր չի, ժեղ Այս մասայի համար չարժե ներվեր փչացնել։ Իսկ Արայիկ Սարդարյանին ես գրական լեզվով ասում եմ աշխատավարձերի հարց արձակուրդայինների լուծի, որովհետև կարող է մի օր պայտակ, վաղը չեմ մյուս օրը ես նյարդայնանամ եւ Արայիկ Սարդարյանի տուն հրավիրեմ Արարատի Զորամասի ժողովրդին։ Իսկ դատախազությունը ինգեր տահաճմար, վերջիորոշու պիտի ինտեղ ստուգումանի 23 թվի արձակուրդայինները ուր են։ Վեր ես ընգած ում քաքն ես ուտում տհաճ մարդ։ Նախ մի հատ հայտարարություն եմ ուզում անեմ կապված Ճրջվարոյի կնոջ հետ։ Մենք անդրադարձել ենք նախորդ հաղորդմանը սրա տղեկին Ճրջվարոյի եւ եթերի ժամանակ ես ստացա զանգ Աբազի հիմնարկից, որտեղ որ ասում էին Ճրջվարոյի կինը սիրային կապի մեջ է Նորագյուղցի նվերիկի հետ։ Եթերից ամենջապես հետո նույն Աբազի հիմնարկը զանգեց եւ տեղեկացրեց, որ տված ինֆորմացիան չի հաստատվել, որովհետև ինֆորմացիան եկել է հենց նույն Ճրջվարոյի բարեկամների կողմից իրանց հարցի հետ կապված։ Ուստի ես ուզում եմ դիմեմ Ճրջվարոյի տիկնոջը, տիկին ջան, ես չգիտեմ դուք ով եք, ինչ հացու եք, ինչքանով եք մայր եղել կամ չեք եղել, բայց այս ինֆորմացիան ձեր վրա տվել էին ձեր իսկ բարեկամները, որտեղից էլ ինֆորմացիան եկավ ինձ։ Հետո նույն Աբազի հիմնարկի աշխատողնիկը ստուգել էին եւ տեսել էին, որ ձեր սիրային կապը հերկվում է, ուստի ես որպես դուզը խոսող մարդ հրապարակայնորեն հերկում եմ այն, ինչը որ եթերի ժամանակ հնչեց իմ ականջին։ Հետևեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը։ Առողջ եղեք։ Անցնենք առաջ։ 168 ժամին կանդրադառնամ դեռ։ Ուրեմն ես ուզում եմ հարց տամ նորից դատախազությանը։ Արցախի պաշտպանական բանակը 44 օրյա պատերազմից հետո այսօր էս հանձնումը տվիք վերջացրեցիք եւ այլն, Արցախից դուրս է բերվել, խնդրում եմ թվերը գրի, Աբազ դու էլ գրի։ Արցախից դուրս է բերվել շուրջ 150 հատ Land Cruiser Prado մակնիշի ջպեր, որը որ եղել է տրամադրված պաշտպանական մի հատ նայեք հələ 150 հատ Prado ջիպ Ռոբերտ Քոչյանի կոմպանիան վաճառել է պաշտպանական բանակին, գեներալիտետի, զամմինիստրների, կայազորի հրամանատարների եւ ամեն ինչի համար Land Cruiser-ով են ֆրացե, Վիլիսով չի կարելի ֆրալ։
150 հատ դրանից է դուրս բերվել, 40 հատ դուրս է բերվել Kia Sorento տեսակի մեքենա, Chevrolet Niva կամ Chevrolet Niva միասին վեկալած 300-ից ավել, UAZ Bukhanka տիպի մեքենա 250 հատ եւ ավել, UAZ Patriot տեսակի մեքենա 250 հատ, սեդաններ Toyota, Camry եւ Nissan 250-ից 300 հատ, Անդեղ արդեն Ural, Gaz 66, Kamaz եւ այլն այս բոլորի հանրագումարը միասին վեկալած մի սարսափելի թիվ։ Հիմա ես ուզում եմ հարց տամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը եւ ինգեր գլխավոր դատախազությանը։ Ուր են այս մեքենաները։ Այս ամենը դրված է եղել Արցախի բյուջեի, Արցախի պետական ապարատի վրա գրանցված մեքենաներ։ Բոլորը սեփականաշնորհվել են եւ բաժանվել են աճ ու ձախ։ Նույն այդ Ղարաբաղի մինիստրների բարեկամների, կնանիքի, բոզերի, քաձերի եւ այլի վրա։ Մեքենաները ուր են։ Արցախի բյուջեն ուր է, կախիկացվել եւ դուրս է բերվել Ղարաբաղից։ Երեք էլ բանակի տոններ։ Գումարները ուր են։ Եվ այսքանից հետո որոշակի Ղարաբաղի բնակիչներ շարունակում են պատերի տակ խոսել, որ Արցախը մունքընկ պահալ, սրանք եկան Արցախը տվին, սրանք իմ աշկի լուսը չեն, սրանք բոզի տղա են, սկսած Նիկոլից, բայց Նիկոլը ոնց եկավ, հարգելի Ղարաբաղցիներ, Նիկոլը հելավ քայլելով եկավ, Նիկոլին բերին եկավ նստավ, հանձնեց ու շարունակում է հանձնել։ Իսկ եթե մենք վերցնում նայում ենք զոհերի քանակը, որքան կներեք այդ արտահայտությանս համար հայաստանցի է զոհվել եւ որքան արցախցի Ղարաբաղի գրանցումով, ապա մենք տենում ենք, որ հայաստանցիների զոհերի քանակը մի քանի 100 անգամ գերազանցում է ձեր զոհերի քանակին։ Ուստի եւս մենք անգամ հորդորում եմ Ղարաբաղի ազգաբնակչությանը, ովքեր որ հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, պատերի տակ քիչ հաչալ, որ Արցախը մունք ենք պահալ, Արցախը Հայաստանն է պահել, Արցախը են 18 տարեկան Վարդենիսցի, հոկտեմբերյանցի, նոյեմբերյանցի, գորիսեցի, լեննագանցի, երևանցի տղեն է պահել։ Ոչ մեկը էլ չեք պահալ։ Դուք $1.5 միլիարդ սպառազինություն մեկ օրում հանձնեցիք եւ դուրս եկաք։ Բոզի տղան Նիկոլը ինչքան էլ հանձներ, թե չհանձներ, դուք հանգիստ կարող եք ձեր պայքարը տանել։ Էնպես պայքարեիք, մահ ու կռվի պայքար տանեիք, ձեր ջպերով ու ավտոներով պարտիզանական պատերազմ սկսեիք, ներքաշեիք Ադրբեջանի պարտիզանական պատերազմի մեջ, վստահ եմ, որ Հայաստանից էլ մարդիկ կմիանային ձեզ եւ ձեր Արցախը կպահպանվեր, որովհետեւ լաբավոր պատերազմ Արցախում չի եղել, այսինքն ոչ մեկ ավտոմատից չի զոհվել, sense օջախային գրողներով եկել են։ Ձեզ էլ ասել են նահանջ, դուք էլ նահանջելով դիրքերը հանձնելով հետ եք եկել, վերջում սաղ տվեցիք ու եկաք։ Ես խնդրում եմ սա հաշվի առնել։ Իսկ ես մեքենաների ճակատագրով ես համոզված եմ, ոչ սա է զբաղվելու, ոչ աբազն է զբաղվելու, ոչ մեկ, որովհետև սաղ մեկը մեկի բերանը թքած են։ Ուր է այս պետական գույքը։ Չկա։ Ու չի լինի, մինչև մի գեղեցիկ օր, այս մարդը գա ու սկսի ծածծանել։ Գոյություն ունի Մերգելյան ինստիտուտ, գրի աբազ։ Մերգելյան ինստիտուտի ղեկավարն է Ռոմիկ Ֆրունզեի Հարությունյան, նախկին KGB-ի զամմինիստրը, մենք ես երևույթին անդրադարձել ենք այս վիժվածքին, այս են վիժվածքն ա եղել, ով հոգատարել Թուրքիայից Գորժ Գայլերի ղեկավարի Հայաստան ժամանելուն, գնալուն, հետները ֆրացելա, մանատվել, այս ժամանակ Սերժ Սարգսյանն էր, ինքն է Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է KGB-ի զամմինիստրը։ Հետո կասեն Սերժն էլ իրան գործից հանեց, այո, եւ տարավ նշանակեց
Մերգելյան ինստիտուտ։ Ուրեմն այս անձնավորությունը շատ հետաքրքիր բիզնես է իրականացնում։ Ունի կեղծ կամպանիա, որով որ Վանաձորում իրականացնելով թանկարժեք մետաղի վաճառք ինքն իր վրա աճուրդով վաճառում է մետաղ։ Օ գրի Աքսոն ՍՊԸ Կնիկ 069 388 72 Ես կնիքը չեմ դնում, որ հետո լրատվամիջոց կոչվածները չվերցնեն ասեն համացանցում ինֆորմացիա է տարածվել, բայց ուրիշ ժամանակ դոգին նյամ անում են, գրի։ Ուրեմն Աքսոն ՍՊ-ի գործնեությունը դադարեցված է վաղուց։ Սա ռեգիստրով անցնում է, որ դադարեցված է, գրանցված է Գյուլի Քեխվյան 31 գիծ 54 հասցեով։ Այս Աքսոնով ինքը վաճառում է կեղծ կնիկով, կեղծ փաստաթղթերով ամեն ինչով վաճառում է Gold Center ՍՊԸ-ին, որը եւս պատկանում է Իրան, կրկնում եմ Gold Center ՍՊԸ ՀՎՀՀ-ն հաշվարկային հաշվի եւ այլն 028 44 066 անդոգերի 028 44 066 գոյություն չունեցող բորսայում Վանաձորի վաճառում է 147 միլիոն 121 հազար 969 դրամի թանկարժեք մետաղ։ Օրինակ 1 կիլոգրամ պլատի, ներողություն, 8 կիլոգրամ 291 գրամ պլատին, որտեղից, ես ինչ պլատին է, ինքն իր վրա ոնց է ծախն, 76 միլիոն 141 հազար 624 դրամի։ Մյուս փաստաթղթով 8 կիլոգրամ 328 գրամի պլատին 70 միլիոն 865 հազար 264 դրամ։ Մյուս փաստաթղթով արծաթ 468 գրամ 115 հազար 081 դրամ։ Իտոգո 400 հազար դոլարի թանկարժեք մետաղ Ռոմիկ Ֆրունզեի Հարությունյանը լորիում գոյություն չունեցող բորսայում իրականում, բայց փաստաթղթով կա, Աքսոն ՍՊԸ-ով գոյություն չունեցող, վաճառում է Golden Center ՍՊԸ-ին այսքան թանկարժեք մետաղ։ Եվ Աքսոնը եւ Gold Center ՍՊԸ-ն երկուսն էլ պատկանում են Իտոգո Ռոմիկ Ֆրունզեի Հարությունյանին։ Սա հանցագործություն է, պարոն Աբազյան։ Ընկեր գլխավոր դատախազի տեղակալ, այո, հանցագործություն է։ Ինչու Ռոմիկ Ֆրունզեի Հարությունյանին դու եւ դու կամ Սմարչիկ Պայմինի բոզիստղա չեն ծծցնում։ Խնդրեմ, հաղորդում նորից բացահայտում Վարդան Ղուկասյանի կողմից։ Օղորմի Վարդան Ղուկասյանի անձավորներին։ Բյուզանդի 1.3 շենքը 1 միլիարդ դրամ Երևանին ծծկել էին մինիմում հետբերինք հուսամ։ Էսիստ է 400,000 դոլար, ես հələ մենակ մի էպիզոդ, իսկ քանի նման էպիզոդներ Ռոմիկ Ֆրունզեի Հարությունյանը թուրքական գործակալը ծծրել է Մերգելյան ինստիտուտը, գաղտնի ինստիտուտ։ Ես չեմ հասկանում, ձեր օպերատիվ բլոկը աշխատավարձ չի ստանում։ Ձեր աշխատավարձները պիտի տաք ինձ, օրենքով։ Գրիր անդո, զբաղվի անդո։ Մեղրի քաղաքապետի կնգան խորը ծծցրա, գագգո։ Մյուս հետաքրքիր կերպարը Արամ Վարդևանյան
ազգային ժողովի պատգամավոր էր, հիմա չգիտեմ ինչա դարել։ Ուրեմն սա այն երիտասարդն էր, ով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի շահերը դատարանը, այն որ ինչ էր, ռուպը վեկալած փողոցով քայլում բորում էր Արցախ, Արցախ, հիշում եք։ Ուրեմն Արամ Վարդևանյանից հետ ես հերակա եմ ծանոթ։ Լովիգնուլա։ Նստի։ Ուրեմն Արամ Վարդևանյան ծնվել է 01-11-89 թիվ, կենսագրականի մեջ գրված է, բայց իրականում 90։ Խիակեղծել թողում եմ հետևությունները ձեզ։ 2009 թվականին մեր Արամ Վարդևանյանը ավարտել է Սլավոնական համալսարանը 15 տարեկանում։ Ընդունվել է փաստորեն, որովհետև եթե 89 թիվը 2009-ին արդեն ավարտել է։ 2011 թվականին ավարտել է մագիստրատուրա, նույնիսկ եմ կրկնում, ընդունվել է 15 տարեկանում, վունդերկինդ։ 2009-ին 19 տարեկանում ավարտել է։ Սա մեկ խայտարակություն, այնտեղ տարիք են բարձրացրել, տարիք են իջացրել, իշխանությունն էլ պատշիմուտը սա չի նկատում։ Ինքը անընդհատ Նիկոլա Խլեշն Ռոբիկա պահում, հիմա աշխատում է Նայրի ինշուրանսում, ժողովրդին ակցում, բայց իշխանությունը սա չի նկատում։ Հիմա տնօրենների խորհրդում է աշխատում մեր Արամ Վարդևանյանը։ Մայրը նույն բուհի դեկանն է եղել, թողում բելամոտ ավարտել է։ Լավ, այդ ասպիրանտուրա, մագիստրատուրա, ներողություն, բակալավրիատ, մագիստրատուրա, իա մուրը, իա գլուխը։ Հիմա ես ուզում եմ ես Ղարաբաղի համար տարապող, տանջվող, հայրենիքից խոսացող, էտենց պատերազմով օժտված Արամ Վարդևանյանին հարց տամ։ Բալիկ ջան, ինչու չես ծառայել դու բանակում։ Հա։ Այտենց միտինգներ եք անում, ես եք անում, Արցախ եք բորում, հայաքվե անցկացրեցիք, խեռաքվե անցկացրեցիք, այն միամիտ մարդիկ, մի հատ էլ Էլոն Աշկովը սնգավ թերթելով, մի հատ կուլտուրական բժիշկ կա, նախկին երգիչ, բան էնդոսկոպիստ, ձեռն էլ վնասված գնացել էր այդ հայաքվեի թերթիկետ այդ խեշտղեն նկարվել էր, որ ինքը լավ բան արե, հայաքվեյա գնացել մասնակցել, Արցախը կմնա հայրին, միամիտ։ Այսպես մարդկանց կուտը տվիք ջուջալար է լծին դեմները, վերջում Արցախը Նիկոլի հետ հանձնին, հիմա պրծան, հիմա այս սամանրության խաղեր են որոշում։ Բա Արամ Վարդևանյան, Ռոբերտ Քոչարյանի ճամբարի սիրուն բալիկ, ինչու բանակում չես ծառայել, ինտելիգենտ յոբնի, հա։ Ում նայում ես, ով բարձր բորում է Արցախ, այս քաղաքական գործիչների, մեկը կողից մի հատ լրագրող, կողից չի հարցնում ասի, ներեցեք դուք բանակում ծառայել եք, չեն ասի, բայց նույն ժողովուրդ օրաթերթը, այս ագարկեն, այս թագուհի Թովմասյան ղախպի տղեն, ուրա, վեկալ է զանգելա, Աբոին, Մովսիսյան, այդ տղային ու ասում է, դուք դառնալու եք հանրային ձայն կուսակցության նախագահ, հանրային ձայն, մեղայաս, ոչ եմ դոկի կուսակցության նախագահ, դուք եք ենի, դուք եք, ու հոդվածա գրե, այդ իա ինտերվյուի հետ կապված, որ Ալբերտ Մովսիսյանը, էսա չգիտեմ, ենա, եղբայրը բանտումա, հերը հանցագործա, և ալին, Միրանը։ Նախ ինչ վերաբերում է Աբոյի հորը Միրանին, այդ որտեղ եկալ է նշել եք Ուրան, Մուրան, անցնում է հոկտեմբերի 27-ով եւ այլն, այդ Ուրանի գործով էս մարդը Վրաստանում արդարացվել է, այսինքն գտնվել է մի հասցեում, որտեղ չպիտի գտնվեր։ Եկի հավքել են, ելել հետ են հավքետարել։ Նույն Աբոյի հորը։ Պարզել են, всё, հաջողություն հետ գնացեք։ Անցել է հոկտեմբերի 27-ով։ Այո, Շումայից անցել է հոկտեմբերի 27-ով, հիմա չի ազատության մեջ։ Հարց եմ տալի ձեզ։ Եվ եթե մենք խորանում ենք ռոբով, որ գրել ես թագուհի, փնտի բոզ, ուրեմն Ռոբերտին ես ճանաչում եմ 2006 թվից, նա եղել է իմ զինվորը Վայքում։ Մի բան կարող եմ ասել, որ այդ տղեն ոչ շորթող է, ոչ էլ նարկոման։
Բերթում նստած, բերթում գտնվելով շորթումը որն է, այ բոզի քած, էլ չգիտես ինչ գրես։ Ու ես մի անգամից ասեմ, որ այո, ես առաջարկել եմ Աբոյին դոկուսակցության նախագահի պաշտոնը, բայց հետո որոշել ենք, որ ոչ։ Ինչու դա գիտեմ ես եւ ինքը։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտին, Ռոբերտը այն տղեն էր, որ այն զոֆած զինվորի մորը կալանավորելու համար հելավ հացադուլ հայտարարեց դաժե, վեկարան տանանքցին կարծեր։ Որ ոչ մի կապի միջոց, ոչ մի բան այդ տղայի ձեռը գոյություն չունի։ Լինելով քերակատարողական հիմնարկի աշխատակից, այս պայդության պատիժը կրում է Նոբարաշենում, այլ ոչ թե Վարդաշենում։ Եվ բոլոր սերժառոբական կլանից ով ընկելա Վարդաշեն, այդ տղեն տիրություն արեց այդ եթիմներին։ Ապահովելով գոնե հասարակ կապով, դա համար հիմա սաղատ ազատության մեջ է 20 վեկալ անտարանը տշին, մծերին բան, Նոբարաշեն ասին, ատե կտապակվես։ Կարծերից դուրս չի գալի, կարծերից նշում կարծեր։ Ու ես գիտեմ, որ մոտակա ժամանակներս պատրաստում են լայնածավալ հարձակում Վարդան Ղուկասյանի վրա բոլոր լրատվամիջոցներով։ Ես հեսա հաղորդման վերջում կանանդառնամ արդեն այդ թեմաներին։ Իսկ եւ այն մնացած մանր մունր աղբի տղեկ, որ հետարկրված են, ով է լինելու դոկ կուսակցության նախագահ, սկի ես չգիտեմ ով է լինելու, անուններ են գրում ազգանուններ, ձեզ ինչ ով է լինելու։ Կլի կիմանաք։ Այդտեղ ով է լինի նախագահ, որոշումը կայացնում եմ ես։ Ես։ Եվ ուրիշ ոչ մեկ։ Միանձնյա եւ միակենտրոն։ Եվ այստեղ ի տարբերություն մյուս կուսակցությանը հանրային ձայնի, այս կուսակցության մեջ մտնողները շատ լավ հասկանալու են, որ իրանք անցնելու են քամու, փոթորիկի, կրակների, ահաբեկցությունների, ամեն ինչի միջով։ Երկիր են ուզում փրկեն, պիտի դրա միջով անցնեն։ Եվ ինձ, որ հանկարծ մեկ էլ փողոցում մոտեն ասի, կրմեք իա քֆուրի պատասխանատվությունը։ Այդ մարդը պիտի պատասխանի, իսկ այս իշխանությունը կրում է 44 օրյա նույն Սիսին, նույն մյուսը կրում են 44 օրյա պատերազմի զոհերի պատասխանատ, իհարկե կրում են։ Բնականաբար այդ կուսակցության անդամները եւս կրում են պատասխանատվություն։ Բայց խորոփած են ունենալու ձեր վրա։ Ագարկա։ Ես ձեր պատվիրատուների։ Ահա նման մի պատվիրատուի մասին էլ ես ուզում եմ փաստով խոսել։ Փաստով։ Հեսա մենք անդանանք։ Մարտունուն։ Ուրեմն կա հոգևորական Տեր Արմեն Մելքոնյան։ Տեր Արմեն Մելքոնյանի հետ ես կարծեմ 1 կամ 2 անգամ տվել եմ հարցազրույց։ Այդ ճաղատ գլխով հոգևորական է։ Այդ մարդու հետ կապված ես ունեցել եմ դրական վերաբերմունք։ Հոգևորականը դեմա Գարեգինին, բարձրաձայնում էր եկեղեցու թեմաները եւ այլն։ Ուրեմն շատերը գրում են ով է Վարդան Ղուկասյանի տերը, Վարդան Ղուկասյանի, չգիտեմ, հրահանգով եւ չգիտեմ, հովանավորը տերը, օթելադրողը եւ այլն։ Ասել եմ եւ նորից կասեմ։ Վարդան Ղուկասյանը իր գլխի վերևում բացի իր մորից ուրիշ տեր չունի, ով կարա ինձ թելադրի, ասի սա պիտի խոսաս, սա չպիտի խոսաս, ով կարա ինձ զակաս տա, ով կարա ինձ պատվեր տա։ Եթե կա նման մարդ իմ գլխի վերևում, ես այդ մարդու մորը ծածացնեմ։ Ես իմ տիրոջ, եթե կա նման մարդ, ով կարա ինձ ուղղություն տա, որ պիտի չէ դու էս անես, չէ դու են անես, սրան պիտի կպնես սրան, ատենց մարդ եթե իմ գլխի վերևը կա, ու եթե որևիցե մեկը գրում է, որ տենց մարդ կա, ու եթե որևիցե մեկը Հայաստանում եւ ասում է ես եմ դոգին ասեմ, ես իա մորը ծածացնեմ, մորը երեխեքին, բալեքին եւ այլն։ Եթե ես եմ խափում, ուրեմն թո իմ տունու տեղը ծածցնեն։ Սա մեկը միշտ էս թեման փակվավ։ Չկա։ Ես ինքս եմ որոշում կայացնում, ես եմ որոշում սրան թաղել, սրան հանել, սրան թաղել, սրան հանել, հակառակը։ Ես այդ մարդ։ Պատմության մեջ եղել է մի հոգի մարդ, ում ես հարգել եմ, այսինքն հարգելը մի քիչ բանա, որովհետև ես էլի մարդկանց եմ հարգել, շատ վիրավորական այդ հնչում, այսինքն լավ, մի հոգի մարդ, ում անվեհապահորեն եղել եմ նվիրված։ Դա եղել է Վովա Գասպարյանը։
Բայց այդ ղախպիտղեն չհասկացավ եւ քայքեց այն կալոդեցի մեջ, որտեղից ինքը խմում էր։ Ես այդ մարդու հրամանները կատարել եմ անվեհապահորեն։ Ես չեմ ասել սա ճիշտ է, սա սխալ է։ Ասել է, սո, ես զինվորական եմ, վերջացավ։ Բայց ինձ նա անառակաբարո հրամաններ չի տվել, դա էլ ասեմ։ Հանուն, են որ ասում է, հոգի ունենք տալու։ Իա թաղելուց հետո ես ալևս չկա տեսնի մարդը, ով կարա ասի ես անվեհապահորեն սենց կամ անենց։ Իսկ մարդիկ կան, որոնք որ անգամ լինելով հոգևորական, իրանց գլխի վերևը ունեն տեր։ Տերը ինչ ասում է, Տերը ինչ զակազա տալի, ինչ թելադրում է, իրանք դա կատարում են։ Հիմա այդպիսի անձացից մեկն է Տեր Արմեն Մելքոնյանն, ում հետ ես տվել եմ ինտերվյու։ Հիմա ինքը կասի, չէ, դա սուտ է, այդպիսի բան չկա, ինչպես դուք կարող եք նման բան մտածել։ Okay։ Կարևոր բան է։ Տեր խոսում է։ Տեր հետ խոսում է, սա մի քիչ հետո գզանք։ Շատ քրին քրկեցիր է, շատ ես բանում։ Չէ, բայց ծաղրական ցեով։ Չէ, դու ասեցիր։ Լավ է, բայց Էսա քեզ հետ գզանք։ Տեր Արմեն Մելքոնյան, սա ձեր ձայնն էր, մի հատ էլ եմ դնում։ Ախտերս կարևոր բան է։ Տեր խոսում է։ Տեր հետ խոսում է, սա մի քիչ հետո գզանք։ Շատ քրին քրկեցիր է, շատ ես բանում։ Չէ, բայց ծաղրական ցեով։ Չէ, դու ասեցիր։ Լավ է, բայց Էսա քեզ հետ գզանք եմ։ Հիմա ես ուզում եմ մեր տեր ընկերոջը հարց տամ։ Ով էր այս բոզիս տղեն, մի հատ էլ խն լավ է գազին փրկեցիր, գիժը քունի մամատ, բոզի տղա, էսի մեկ։ Դու կոչում ես Աստծո մարդ, չէ՞։ Դու քաղաքական դեմք չես, դու հասարակ, դու հոգևորական ես։ Քո բերանը սուտ խոսք չպիտի լինի։ Դու որպես տեր, որպես հոգևորական, պիտի լինես բյուրեղյա մաքուր մարդ։ Այլ ոչ թե քեզ ինչ-որ մի հատ պոռնիկի ծնունդ, զանգի ցուցում տա, սրան խոսրա, այսինքն եթե կա ինչ-որ մեկը, ով կարա մտածի, որ կարա իմ հետ ինտերվյու ժամանակ ինձ կոտրի, ես անգամ դուք նայում եք, ես տեքստը չեմ էլ գրում, ինչ պիտի խոսամ, չէ՞։ Այդպես մարդ բնության մեջ գոյություն չունի։ Ով կարա ինձ հրավիրի մի տաղատես լրագրող, մի տաղավոր եւ փորձի կոտրել։ Տուն ու տեղը կծծնեմ հենց անմիջապես հտե։ Բա դու տեր ես, Գարեգինը քո մորը քունի։ Այ բոզի տղա։ Դու լինելով հոգևորական, դու պատվեր ես կատարել մի հատ էլ իմ վրա ես ուզում չգիտեմ ծիծաղալց եւ այլն, խնդրեմ։ Պատկերդ։ Ես համբերեցի, պահեցի, լավ, ես ուզում, ախր ես որ ասում եմ տերտերներ բոզի տղա են, ինձ ասում են խես տես բան ասեմ, հոգևորական են, հենա խտրեմ, Բելգիա, Եվրոպա, ես իմ որտեղ նստած հոգևորական եմ, մի բոզի տղա Գարեգինն է, մի բոզի տղա դու ես, ես էլ խոքոց եննա, չէ, ով էր այդ պատվեր տվող պոռնիկի ծնունդն ով էր, ինչքան փող ես վերցրել է դրա համար։ Ինչի դիմաց դու որ ասիկան քո կարծիքով դու ինձ կարայիր քո կուլտուրական դեմքով ինձ ինտերվյու ժամանակ փչացներ ես ղախպի տղունել բայց շատ դրան փրկեցիր ես չգիտեմ ով է այդ բոզիս տղեն
Եթե դու չես հայտարարել ով է այս բոզի տղեն, մյուս հաղորդմանը ես քեզ հայտարարելու եմ տանով տեղով։ Ես գիտեմ դու ընտանիք ունես, ես գիտեմ դու երեխեք ունես, ես ամեն ինչ գիտեմ, ընտանիքիդ հայտարարելու եմ ամբողջ Եվրոպայում, եթե դու չհայտարար, ինչ չփորձես զանգել։ Լավդ ինչ չփորձես դու քո եթերով կասես ով էր այս բոզից տղան։ Եվ դրանով իսկ կփրկես քո ընտանիքը հաջորդ եթերին պղծվելուց։ Եթե չէ, գագո, տեր, ծսրած, կոս, գագոս պատրաստա։ Նվերիկի հետ գալու է մտնի տունդ ու հետ չասեմ զանգեր ղողանջեկի տակ, ոնց է նավարի ծծնելու։ Պարզա, ընկեր տեր։ Մարտունու ավակ դպրոց։ Տնօրեն Ավետիսյան Վարդան, դիմում եմ Մարտունու քաղաքապետին, ոնց որ թե հասկացող մարդ է երևում։ Ձեր մոտ եք հրավիրում դպրոցի տնօրենին Ավետիսյան Վարդանին, անգլերենի դասատուհու Խլղացյան Զոյա, մաթեմատիկայի ուսուցչուհի Մնացականյան Անուշ, հայոց լեզվի ուսուցչուհի Ֆիդոյան Աշխեն, եւ անցկացնում եք դաստիարակչական բնույթի զրույց, որպեսզի այդ դպրոցի աշակերտները այլևս ինչ չգրեն, որ այս ուսուցիչները շատ վատն են, շատ կոպիտ են, շատ վատ են պարապում, օրինակ, որ աշակերտ օրինակ Խլղացյան Զոյան, ով որ իա մոտ պարապում է փողով, իան լավ է վերաբերվում, ով ոչ փողով, գրնում փռնում հետարևի տակ, ծեծում, կոպտում եւ այլն, բողոքները գալիս է աշակերտներից։ Հուսամ Մարտունու քաղաքապետը հետևություն կանի եւ կզրուցի ուսուցչակազմի հետ։ Այդ թվում նաև խմիչքի սիրահար դպրոցի տնօրեն Ավետիսյան Վարդանի հետ լուսանկարները անձամբ եմ տեսել, սեղանի վրա իանգերներով լափում են ու լգում են։ Շատ կոռեկտ զգուշացնում եմ։ Ուրեմն սա քանի որ մենք ամեն հավանականությամբ կզանգահարենք Սիսիանի հոսպիտալ, խոսքը վերաբերվում է ժամկետային զինծառայող Ղազարյան Գևորգ Վաչիկի, զինվորական դատախազ, լսի։ Ուրեմն Ղազարյան Գևորգ Վաչիկի ունի վրան 4 հոդված, 55-ի B, 68-ի G, 7-ի G, 16-ի G։ Գիշերամիզություն, դեմքը ծուռա եւ այլն։ Ու այս մարդը այս 4 հոդվածը վրան դուբլած զորակոչվել է բանակ։ Ինչ եկել է 2023 թվականի առաջի զորակոչ։ Ինչ է երեխեն մտել է բանակ, հոսպիտալից հոսպիտալ, զորամասում գրեթե չի եղել։ Զորամասը չի պահում սմառադարեք, գնում Սիսիանի հոսպիտալ ղրկում են Երևանը ղրկում են նորից հետ, ֆուտբոլի գնդակի նման, ստից ընդեղ։ Ռեալ հիվանդությամբ մարդը գտնվում է բանակում, իսկ օրինակ Արամ Վարդևանյան, Նվեր Ծառուկյան, Տարոն Մակարյանի տղերք, Արշակի տղա եւ այլն առողջ խռները ցցած գտնվում են ոչ տանը եւ ոչ մի խնդրեմ։ Դանիել Մարատիչին հորդորում եմ հնարավորինս արագ երիտասարդին ուղարկել Երևան։ Մենք կզանգահարենք, չնայած տեղին։ Ուրեմն երաժիշտ Գևորգ Մհերի։ Երեք չէ, առաջորդն էր 3 էր, օրը չեմ հիշում կոնկրետ, շատ պատահական յութուբյան տիրույթում ինձ բերեց հայտնի տեսանյութը, խոսքը Ներաշկյան, նու խոսքես երաշտության մասին ան,
Դու վագրնի ունես, դու չունես եւ այլն, ասեմ որ ստացվել էր նորմալ, այնտեղ ոչ մի վիրավորական բառ չկար, ոչ Գագոյի հասցեին, ոչ մյուսի հասցեին, հաճելի երաժշտություն էր, բան գործիքավորում, այսպես ասած։ Բայց մի քանի ժամ հետո Գևորգ Մեհերի YouTube-յան էջից դա հեռացվեց։ Ես ասեցի, որ Մանուկյան 8 հասցեի հետ կապված բնակիչները գրել էին, որ եկել էին Մուսկուլնի տղեկ, հանդիպել են ստուդիայում Գևորգ Մեհերի հետ, որից հետո վերջինս տեսանյութը իր իսկ դրած տեսանյութը հեռացրեց։ Հետո նույն Գևորգ Մեհերին մեքենայի միջից տեսա ուղերձ էր ուղղել, ես դա տեսել եմ, տեսա ուղերձը, նաև տեսել եմ Գևորգ Մեհերի փորձը եւ TikTok-ով, եւ Messenger-ով, եւ Instagram-ով ինձ հետ կապի դուրս գալու, ինչքան է որ ես ձայն չեմ հանել, որտեղ ինքը հայտարարում է, որ իր ծնողի հետ որոշել են սա հեռացնել, բլա 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 բլա։ Ուրեմն հարգարժան Գևորգ, ես լինելով օպերատիվ փորձ ունեցող մարդ, կարող եմ մի բան ասել հաստատ։ Ես ձեր անձը հարգում եմ, ձեր հետ կապված ոչ մի բան չունեմ ասելու, բայց մեքենայի մեջ դուք անկեղծ չէիք։ Ձեր շարժումները, ձեր աչքերը, ձեր միմիկան, ձեր ամեն ինչը խոսում էր նրա մասին, որ դուք ստում եք։ Դուք ստում եք, որով որ փորձում եք պահել մարդամեկի հետույքը։ Ձեր հայրը, եթե թույլ չտար, դուք դրանից առաջ էլի տեսանյութ եք դրել, այսինքն ինչի չպիտի թույլ տար։ Եվ սիրուն չէ ձեր ծնողին բերել եւ խառնել այս ամենի հետ։ Ես հասկանում եմ եւ ես ձեր հասցեն չգիտեի Մանուկյան 8, հա, ինչ որ այդտեղ, եւ այսինքն ձեր հարևաններին չպիտի ստեն, որ ասեն տեսել են Մուսկուլնի ժողովուրդ։ Եվ հաշվի առնելով այն ջանասիրությունը, որով որ դուք փորձում եք ինձ հետ կապնվել, որով փորձում եք նաև խնայել Գագիկ Ծառուկյանին, ես ընդառաջում եմ ձեր ջանքերը, որովհետև ասում եմ, թե Telegram, թե Messenger, թե TikTok, ամեն տեղով Instagram, ամեն տեղով դուք փորձում եք կապի դուրս գալ ինձ հետ, որպեսզի մենք այսօր մեղմ լինեինք ընկեր Գագոյի հետ։ Մենք մեղմ ենք, հանգիստ եղեք այսօր ընկեր Գագոյի հետ։ Իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը ձեր կողմից արտադրված, ինքը ավելի լայն արձագանք գտավ, այսինքն առասարակ այդպես է, թե մի բան փորձում ես բլոկել, ինքը ավելի է պայթում։ Այս ազգը, այս ազգի քաղաքական գործիչները, դեմքերը, օլիգարխները չհասկացան եւ ավելի բան այդ իմպրոմիզով, հնկականով, մտկականով, տարբեր ձևերով ինքը ձեր ստեղծագործությունը մատուցվեց հասարակությանը։ Ես կցանկանայի, որ դուք շարունակեք ձեր ստեղծագործական աշխատանքը, ձեզ մոտ ստացվում է, եւ վստահ եմ, որ դուք ունեք լավ ապագա, մի օր ձեր աշխատանքը արժանավորինս կգնահատվի։ Իսկ Գագոն, որ մի բոզի տղուն լսեց եւ հերթական անգամ քաքեց այն գործի մեջ, ինչի մեջ որ ինքը քաքեց, դա արդեն Գագոյի մեղավորությունն է, որովհետև Գագոյին շրջապատում են ինկասատոր Իվետա Տոնոյանի նման, մյուսների նման ագարկեք։ Գագոն այն անձնավորությունն է, որ չգնահատեց իր կողմն հավաքված մարդկանց, հավատարիմ մարդկանց, նույն Նաիրա Զորաբյան, նույն Գևորգ Պետրոսյան, այնպես լիքը ժողովուրդ, սաղին դրեց հատ հաջողություն արեց կամ իրանք, այսինքն եթե ինքը լավն էլ լիներ, իրանք չէին գնա, հիմա իրանք ասեն, մենք ենք գնացել, բայց եթե մարդը նորմալ մարդը խես կողեցին արեցան։ Իսկ ձեր հետ կապված ուզում եմ ասեմ, որ ձեր աշխատանքը գնահատվեց իմ կողմից եւ բոլոր TikTok-յան, MikTok-յան, Instagram-յան, Facebook-յան հարթակներով իր արժանի տեղը գտավ։ Հիմա դուք ձեր մոտից հեռացել եք, անգամ չեք էլ համարձակվում նորից տեղադրեք, թարակ չտեղադրեք, արդեն ինքը 1 միլիոնից ավել դիտում արդեն հավքել է, դե գումարում ենք բոլորը իրար։ Սա դրա հետ կապված։ Ես թեմա ունեմ, որին որ պետք է անդրադառնանք։ Այո։ Հիմա խոսենք այդ կուլտուրականների ուղղակի թեմա է եւ առասարակ ժողովրդի հետ կապված։ Արդեն մի քանի տեղից
ինձ գրում են դպրոցներում 5-րդ դասարանից սկսած այդ սերոլոգիա կամ սեռական դաստիարակություն առարկան անցնելու ծրագրի հետ կապված։ Ես ասեցի հաղորդման սկզբում, որ ես ստացել եմ կոմունիստական դաստիարակություն, շփվել եմ Պոլիտբյուրոյի եւ այլն հոկտեմբերանի եւ կողմ եմ այդ դաստիարակությանը։ Մատաղ սերունդի համար եւ երիտասարդ ծնողների, որոնք որ ասենք շուտ են ամուսնացել եւ կամ երիտասարդ են չեն ավարտել խորհրդային միության դպրոցները, ես ուզում եմ հիշեցնեմ, որ գոյություն ուներ անատոմիա առարկան, մարդու անատոմիա դպրոցներում, որը մենք ասում էինք 8-րդ դասարանում։ Եվ այդ անատոմիա դասագրքի մեջ, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, այնտեղ պարագրաֆ 30, 34, 35 այդ պարագրաֆներ են, որտեղ որ կոնկրետ կար իքական սեռական օրգանները եւ արական սեռական օրգանները։ Իսկ ինչի եմ դա այդքան լավ հիշում, որովհետեւ տոլի իքական, տոլի արական սեռական օրգանները կենսաբանության ժամին պատմել եմ ես։ Այսինքն ես միակ աշակերտն եմ եղել, ով համարձակություն է ունեցել կանգնել, դե բոլորն ամանչում էին եւ դասի ժամին պատմել այդ առարկան։ Որից հետո ես ունեցա կոնֆլիկտ մեր դասարանի տղաներից մեկի Պարոնիկյան Դավիթի հետ, որի քույրը եւս մեր դասարանից էր, ասեց աղբեր ինձ չի դզամ, որ իմ քուրը պիտի լսի արական սեռական կամ իքական սեռական օրգան։ Ես էլ ասի քվորդ քուրդ չի դզում իան այդ դասը, թո դասի չգա քուրդ։ Ունդեղ բազար վաղզալ, ոչմ ցես կրտուկ չեմ հիշում եղավ թե չեղավ, բայց ինչպես միշտ ես իմ բարձության վրա էի։ Դրանից հետո մեր դասարանի տղերքից մեկը Աշոտ Հակոբյան, որը ինտելիգենցիայի մարմնավորում էր, ասեց վարդ նայի դասագրքի հետևը գրած է, որ այս պարագրաֆները ուսումնասիրել ինքնուրույն։ Ասի այդ դասակիրքը վեկալ տարտուշ անատոմիայի դասատուին, թո ինքը հետի տենա, կանչելա ինձ գրատախտակի մոտ, ինձի 5 էր պետք, եկել եմ պատասխանել եմ։ Այսինքն դաժե դասագրքի հետևում նշված էր, որ ուսումնասիրեք ինքնուրույն։ Հիմա տես 8-րդ դասարան։ 8-րդ դասարանն ուր, 5-րդ դասարանն ուր։ 5-րդ դասարանի երեխան ինչի պիտի սովորի, ինչա նշանակում սեքս։ Չնայած մեզի շատ լավ գիտեն, այդ բայց ինչի, իմաստը։ Ինչա նշանակում գանդոն։ Ես համոզված եմ, որ 5-րդ դասարանի ցանկացած տղա երեխա, ով բակում խաղում է, գիտի ինչա նշանակում գանդոն։ Աղջիկը կարող է չիմանալ ինչա նշանակում գանդոն, բայց տղեկը գիտեն։ Ես կատեգորիկ դեմ եմ, որ այդ դասարանի երեխաների, այդ դասարանից սկսվի ինչ-որ տղա աղջիկ ոնց են իրար այդ կուկուլալա տումամբա։ Հիմա ես ուզում եմ դիմեմ այն մայրերին, այն կանանց, ովքեր որ բեսամp կուլտուրական են եւ չեն լսում Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը տալիս է հայոյանքներ, որը որ ըստ աստվածագետների, աստվածաբանների, լեզվաբանների եւ այլն, դա մոգերին եւ քրմերին բնորոշ բան է եղել հին Հայաստանը։ Չէ, ասում են բանը մոգա, քրմերա, ինչա, եկելա խլեշելա դաշտը, որ դաշտը լավ բերք տա։ Մարդու կնիկ որ այդ ամուսնացրել հարց ու փեսոտ, մոգա եկելա խլեշելա, որ գնան իրար լավ սեքս անեն, լավ երեխեք բերեն։ Գրացեր։ Էդի ես չեմ ասում։ Բա հիմա ընկեր կուլտուրական մայրիկներ եւ հայրիկներ։ Բա եթե դուք այդքան կուլտուրական ժողովուրդ եք, ես ուզում եմ ձեզ հարց տամ։ Ինչի ծնողները դուրս չեն գալիս փողոց։ Ինչի դուք այսօր սիրելի ծնողներ պետք է որոշում կայացնեք, որ մենք մեր երեխեքին դպրոց չենք ղրգում։ Վերջ։ Իմ երեխան չի գնա այդ դպրոց, որտեղ որ պատրաստվում են դասավանդել պորնո առարկան 5-րդ դասարանի երեխաների համար։ Կամ ինչ-որ մի ձև բոյկոտեք։ Բայց եթե դուք չափահասման, մենք չենք լսում։ Հիմա ձեր երեխաները լսելու են
հանրային դատ հաղորդաշարը մանկական լեզվով, այսինքն գալու է միասին կուլտուրական սոցիալ, դոշիկը բացած, մանիկյուրնի քսած, այտենց, բաներ պրտտուկ, ունքերը մեզ սանտիմետր վերև թռած, չգիտեմ ոնց, այսինքն քաշած, բայց նկարած, պրոշները կաշայիտ արած, դոշերը լցած, արդեն պատկերացնում եմ, պիտի գա, պիտի գրատախտակի վրա կախի պլակատ, տղա եւ աղջիկ։ Եվ ասի, սիրելի երեխաներ, այսօր մենք անցնում ենք արական սեռական օրգաններ, իքական սեռական օրգաններ եւ ինչ է նշանակում սեռական հարաբերություն։ Սեռական հարաբերությունը դա սիրո արտահայտման ձևերից մեկն է եւ ցանկության։ Բալիկների մոտ, տղաների մոտ օրինակ աշոտիկ քո մոտ։ Առավոտյան որ զարթնում ես քո առնանդամը կանգնած է, ասում է, այո, ահա, դա նշանակում է, որ աշոտիկը ցանկանում է իր առնանդամը մտցնել խոսքի ունակ իվետա, մուկուչան, 5-րդ դասային աշակերտ, իվետա ձեր երկու ոտքերի արանքում գտնվող օրգանը, որը կոչվում է արգանտ, ահա խնդրեմ, ու ցուցատալի, բայց, որպիսի աշոտիկը չվարակվի մաշկավեներական հիվանդությամբ, սիֆիլիստ, սպիդ եւ այլն, աշոտիկը պետք է իր առնանդամի վրա հագցնի գանդոն, կամ, ինչպես կոչվում է, մեղրի քաղաքապետ, ու բացի ցույց տա գանդոն։ Սիրելի երեխաներ, գանդոնները լինում են տարբեր չափերի, ու ցուցատալի, որակի, համի, կլուբնիկի, մարմալատի, ժելեի համով գանդոն տեսած կաց արգիշտ խոսքի։ Այսպիսի իրավիճակում լինելու է այդ առարկայի դասավանդումը։ Հետո այդ գանդոնի մեջ ինչա, որպիսի իվետան, 5-րդ դասանի իվետա Տոնոյանը, չհղիանա աշոտիկից, պետք է լինի գանդոնով։ Աշոտիկ դու հակացկած գանդոն, ոչ չէ, բա թաղեմ քո հերը քեզի գանդոն չի հակցր այդ, չէ, ալմա դեգալ հակի, խնդրեմ։ Աշոտիկը կվեկալի կհակնի, հետո այդ դուքը կքննարկեն դասամիջոցին, հետո աշոտիկը կասի, բայց մի րոպե, ինչի չտանեմ իվետային զուգարանում դոմփեմ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ ամենահետաքրքիրը, բացատրելով այդ ամենը, հետո կբերի մյուս բանը, որ գիտեք ինչ, սեռական օրգանը նախատեսված չի միայն իքական սեռական օրգան մտնելու համար, ցուցապայտով, որովհետև սեռական օրգանը կարող է մտնել բերանի խորոջ, հետույք, այդ ամենը նորմալ է։ Այդ ամենը նորմալ է եւ ցանկալի է, հարգելի բալիկներ, որպիսի սեռական հարաբերության ժամանակ, երբ որ աշոտիկի մոտ լսի իվետա Տոնոյան, երբ որ աշոտիկի մոտ կլինի սևնաժայթքում, դուք ուղակից կարող եք այդ սևնաժայթքված զանգվածը ուղակի կուլ տալ, որովհետև այնտեղ կա սպիտակուցներ, այնտեղ կա ճարպեր, ածխաջրեր, բարձր կալորիականություն, դա օգտակար է բալիկներ, օգտվեք, անվճար սնունդ աղբյուրից։ Մենք ժպտում ենք, բայց սա տրագեդիա է։ Այսինքն այդ առարկան դասավանդվելու է հետևյալ կերպով։ Եվ այդ կուլտուրական ծնողնիքը, որ Վարդան Ղուկասյան չէին լսեն, տեսակ, ձեր ընտրած իշխանությունը կուլտուրական դրեց ձեր մեջ։ Ունակ ես կատեգորիկ դեմ եմ, կատեգորիկ, մենք հիմա ժպտում ենք, ես հումորով ներկայացրեցի Դոդի Իվետայի վրեն, բայց այս ձև է առարկան դասավանդվելու։ Առարկայի մեթոդական ձեռնարկը այսպիսին է։ Եվ այն մարդիկ, ովքեր երեխաներ ունեն, որոնք որ ապագայում պիտի գնան 5-րդ դասարան, կամ հիմա արդեն գնում են 5-րդ դասարան, սա են դասավանդելու ձեր երեխաներին։ Ասում եմ, մենք 8-րդ դասարանում անցանք արգանդի վզիկներ եւ այլն, վсё։
Բայց ստեղ արդեն սերադասիրակություն, որ անցքը կողել, ոնց կողել, ոնց սերնաժատկել, ինչ է սերմը, ինչ է գանդոնը, ինչ է նա, 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 ինչ է։ Եվ այդ 5-րդ դասարանի աղջիկ երեխան, նամանավանդ աղջիկ երեխաներ ունեցողներին եմ ես ասում, հələ տղեկը ջանդամ գյուռ, աղջիկ երեխան, այդ ցանկությունը յամուց առաջանալու է։ Առաջանալու է, այսինքն նա պիտի սկսի մտածել, նա պիտի սկսի հետաքրքրվել, նա պիտի հասկանա, բայց ինչ բան է, ինչ հեղուկ է, եւ այլն, ինչ համ ունի։ Իսկ տղաներն էլ արդեն սկսելու են մտածել, ոնց հյուրասիրենք մեր դասարանցիներին։ Ուրեմն ասում եմ, նիսյա խերը, նախտ խերը նիսյա խիարի հետ խոմ չէ, բանը կողը նստացա բանը իվետան, աշոտիկը, ինչ պիտի անի աշոտիկը, պիտի վիզ դնի ինչ-որ մի կերպ աշոտիկը իվետային մցենի յաբդերի արանքը։ Ասի դարը գլգլը։ Ժաննա Անդրեասյան։ Ես Ժաննա Անդրեասյանին չեմ մեղադրում։ Այս ամենի մեջ մեղավոր ենք մենք, մեղավոր են այն բնակիչները, այն հայերը, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, մեղավոր եք դուք, մեղավոր եք դուք, որ այս իշխանությանը թույլ տվեցիք ամեն ինչ, ինչը անգամ սրա 2%-ը թույլ չէիք տալի նախկիններին, բառ օրինակ են 150 դրամանոց ակցիան, որ էլ ավեն, ավտոների միտինգը, ոչ տրանսպորտի թանկացում եւ այլն։ Դուք ներեցիք բարոյականության անկումը, դուք ներեցիք եւ հանդուրժեցիք 44 օրյա պատերազմը, դուք ներեցիք եւ հանդուրժեցիք Արցախի կորուստը, դուք ներեցիք ու հանդուրժեցիք մասսայական կոռուպցիան, անգրագիտությունը, ալանթալանը, դուք ներեցիք եւ հանդուրժեցիք այն, որ այս իշխանությունը 5 տարվա ընթացքում 0 դատավճիռ կայացեց եւ ոչ մեկի հետևից չգնաց, ոչ մեկի, բացարձակ։ Մի անգամ չասին Նիկոլ, մորը ծսցնեմ, մի հոգի մարդ չդատվավ, մի հոգի դատավճիռ չկա այ տղա, մի հոգի ինչու, այ բոզի տղա ինչու, որ դիլ ասել ես եմ մեղավոր, ես եմ թիվ մեկ մեղավոր, ասես բա ով, այ բոզիս տղա ով, դատախազն էլ ակոնը, աբազն էլ ակոնը, արգիշն էլ ակոնը, են էլ ակոնը, են էլ ակոնը, որ մարդ պրավար տվեց եմ, դաժե ասվալտ էին պրամ, երկրով մեկ, էտ էլ չկարացան անեն, մատով քանդը մեզ քանդվմա, իանք են պրիզնատ գալի արդեն։ Դուք ես ամեն ինչը հանդուրժեցիք, ամեն ինչը կուլ տվեցիք, ամեն ինչը ներեցիք, ոչ խարը, որ ոչ խարա, երևակայի ինչ-որ մի պայ կարող է ըմբոստանա և կոտոչներով գախով գա հարվածի, ոչ և կրկին անգամ ոչ։ Հիմա էլ նոր սամանադրությունն է ուզում մծնի, բոզիս տղեր, սամանադրությունը ինչ անի, գրած օրենքը ինչ անի, եթե դու մարդ չես, եթե դուք բոզի տղա եք, ընկեր քպականներ։ Օրենքն ասում է, մարդը գցե ավտոյի տակ, կամ չունի վարորդական իրավունք տանել դատել։ Ճղճղ ալոյի բոզիս տղեկը երկիրը կոնտրոլելով գնում են առաջ։ Էլ միլիցիա մու, էլ գայշիկ տվին Դուբլին, էլ էսը, ոչ մի բան, այդտեղ սահմանադրությունը ինչ անի։ 44 օրյա պատերազմ, ամբողջ ֆրոնտը անհասկանալի կերպով նահանջ տալով սախ նվիրին, ոչ մի պատասխանատվություն, սախ ղեկավար կազմը բունկերի մեջ խաշվավ, են ջալալ ղախպի տղու ձենը փորից դուր չի գալım, են Դավիթ Տոնյանին կողել են ծակը չես հասկանում, դատում են թե չեն դատում, մնացել է, 2.5 տարի նստած, ինչ անում չգիտես, արա դատեք, պարտված, դավաճանված, կոֆեի ապարատները գրգած փախած բոզի տղեկին վեկալամ տալում են ազգային հերոս։ Եվ ժողովուրդը հանդուրժում է, ժողովուրդը լուր է։ Հիմա է սկսել են մանր մուներ բոզիս տղեկի տաքսու շոֆեր, չկայացած ախրանի, ինչ մի հատ ղախպի տղա պորրեկից անդասում, դոգե, ու ես զգում եմ, որ մոտակա ժամանակներս տարբեր լրատվ, ռոբա սերժական լրատվ, լայն ամաշտար քպական արձակում ալնելու դոգի վրա։ Ես զգում եմ, բայց ես ձեր բոլորին ասում եմ, ես ձեր մամային ծսցնեմ,
Դուք դոգի վրա չեք կարա, այ մարդ, հասկացեք, չեք կարա, չեք կարա։ Ինչ էլ գրեք, ինչ էլ ջնջեք, ինչ էլ բանանեք, ոչ հող եմ տվե, ոչ երկիր եմ թալանե, ոչ ջահելներ եմ տարե կողե երաբլուր, ոչ օլիգարխ եմ, ոչ պետական գույք եմ սեփականաշնորհ, ոչ էլ միլիարդատեր եմ, ոչ էլ, չգիտեմ, քաղաքական սպանությունների մեջ այ մատը թաթախված, ոչ էլ իմ գլխի վերևը տեր ունեմ։ Ասել եմ ու նորից ասել եմ։ Եվ այսօր այդ ձեր անտարբերությունը, սիրելի ծնողներ, ինչի բերեց հասցրեց։ Լավ, էլ ինչ պիտի անեն սրանք, որ դուք հասկանաք, որ սրանց պետքա լարել, սրանց նախկին, ներկա, այս բոլոր բոզի տղեկ են։ Որ լարել դեպի բերդ, չպիտի թույլ տալ, որ սրանք երկրից գնան։ Բնավ։ Բնավ։ Բերդերը պետքա մաքրել և սրանց բերել լցել բերդերով մեկ։ Են որ ասում են Վարդան Ղուկասյանը ծրագիր չունի, ինչ ունի, Վարդան Ղուկասյանը ամեն ինչ էլ ունի, ամեն ինչ, և ծրագիր էլ ունի, և այդ ծրագրի կայացման ձևերն էլ ունի, և թալանը հետ բերելու ձևերն էլ ունի, ամեն ինչը Վարդան Ղուկասյանը ունի։ Ուղղակի Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է իր ժողովրդի մաքսիմալ վստահությունը։ Ես խաբելու ոչինչ չունեմ։ Ես ընտանիք չունեմ, կիսուր, կեսրազգ, բաջանախ, խնամի, աներ, չունեմ, հետևաբար թալանելու ջիղել չունեմ, ում համար թալանեմ, ինձ պետության կողմից տված աշխատավարձը, դաչեն ու ծառայողական մեքենան, այսպես բավական է։ Վարչապետ դառնալ պրտնելուց հետո էլ ինձ պետությունը պետք է տունը տա, ուզի թե չուզի, ես տուն չունեմ։ Երևանում ես էպա գրանցված եմ Նուբարաշեն քերակատարողական հիմնարկի վրա մինչև օրս։ Ես ընդամենը ունեմ մի ցանկություն, դա իմ կյանքի ցանկությունն է։ Եթե ինձ ասեն օրինակ, ի՞նչ է քո կյանքի երազանքը։ Իմ կյանքի երազանքն է մտնել Հայաստանի պատմության մեջ, մտնել այնպես, ինչպես մտել են արժանավույն որդիները հայ ժողովրդի։ Օրինակ Կարեն Դեմիրճյան, օրինակ Վազգեն Սարգսյան, օրինակ Անդրանիկ Օզանյան եւ ես ուզում եմ մտնեմ պատմության մեջ։ Ինձ պետք չի որ իմ երեխեք ինձ հիշեն եւ այլ, ինձ պետք է որ պատմությունը ինձ հիշի։ Երեխե տեսոր կա վաղ ինքը բան մեռավ, հետո թորից հետո վсё վերջացավ։ Ով է հիշում իա պապուն։ Կա տենց մեկը։ Ով է հիշում իա պապու հորը։ Ոչ մեկ չի հիշում։ Դաժե պապուն չեն հիշում։ Ես ուզում եմ, որ ինձ իմ ժողովուրդը որ դասագրքերում գրվի Վարդան Ղուկասյան անուն ազգանունը։ Մարդ, ով եկավ, ով ջնջեց, ով դատեց, ով մաքրեց, ով հայ արժանապատվությունը բարձրացրեց, ով երկիրը շինեց երկիր, բանակը շինեց բանակ։ Ես ուզում եմ, որ ոնց որ շար անձնավորի արձանն է կանգնացրած, այդպես էլ մի օր հայ ժողովուրդը կանգնացնի Վարդան Ղուկասյանի արձանը։ Էդ եմ ես ուզում, իմայից հետո իհարկե։ Ես ուրիշ բան չեմ ուզում։ Իսկ նման ձևով, ոնց որ ես եմ մտածում, ես այդպես մարդ հիմա այսօրվա քաղաքական դաշտում չեմ ճանաչում։ Ամեն մեկը, ինչու ես նախկիներ, ուզում են իրենց թալանը պահեն, այն իմաստն էլ ուզում է թալանը շարունակի, այն իմաստն էլ ուզում է գա թալանի։ Եվ մարդկանց ձեռներ, ոտեր, բդեր, բնպաչելով, խափելով, կլոունադա անելով եւ այլն։ Չգիտեմ, սիսի բերեց, սատարավ, ինձ մեղադրում են կարմիր գծերով։ Ես ասում եմ, ես եկա իշխանության կարմիր գծերի հարցը լուծվելու է։ Կամերաներին, որ դրած հոց գիծը տրոմից, դրանք սա արագաչափ մնալու է, կամերան այլևս չի ակտավորելու։ Ինչքան է որ պետությունը կկրի վնաս։ Գույքա բոլոր են օրենքները ավելի շուտ, որպեսզի երկիրը դառնա երկիր, հայտարարվելու է 4-րդ հանրապետության մասին։ Այն որ ընկեր Ալիևը Նիկոլին ծսնմա, որ դու պիտի սահմանադրություն փոխես, ու ես բոզի տղեն ուզում փոխի, ես ուզում եմ ընկեր Ալիևին պատասխանեմ։ Մի տանջվի այդքան։ Придет новая власть, придет 4-я республика, которая
абсолютно не в ответе за те делишки, которые были во времена Третьей Республики под названием Армения. Այդ հույսերը մի փայփայեք։ Բոլոր միջազգային պայմանագրեր, կերպ, դրոշ, հիմ, լրիվ գցելու եմ զիբլի վեդրոն։ Նոր կերպ, նոր դրոշ, նոր հիմ, նոր սահմանադրություն, ու այդ սահմանադրության մեջ պիտի գրված լինի։ Այլևս փոփոխման ենթակա չի, վերջ։ Որ հետո Վարդան Ղուկասյանից չկա մի հատ էլ ուրիշ բոզի տղա, հիմա ելնի դրի փոփոխի։ Չէ, գրվավ 100 տարի փոփոխման ենթակա չի այլևս։ Տար բառ ըտե չի փոխվելու։ Օրենքը մեղավոր չի, որ դուք եք բոզի տղա։ Հիմա այդ սահմանադրության հարցը չի անցնելու այդ սահմանադրությունը, Նիկոլ, չի անցնելու։ Դու ինքդ էլ լավ գիտես։ Իսկ ձեր հանդուրժողականությունը, սիրելի ծնողներ, այ տեսեք ինչի բերեց։ Այն որ գնում եք կուլտուրական մարդկանց եք ձեր ձայնը տալիս, նախկիններին եք ձեր ձայնը տալիս եւ այլն, եւ ինչ արեցին ձեր նախկինները, ինչ արեցին ձեր ներկաները։ Ինչ վերաբերում է բանակի տոնին, բանակի տոնի վերաբերյալ պետք է ասեմ, որ դա խայտառակություն էր, դա աննորմալություն էր, դա բոզի տղություն էր, դա միջոցառում չէր։ Եվ ակնհայտ երևում է, որ այս մարդիկ մինչև հոգու խորքը ատելությամբ, զզվանքով, նողկանքով, ձեռները որ ճարելնի, ավտոմատը կվեգալեն, իրանց ձեռով կրակել չիմանալով հանդերձ հայ բանակի վերջը կտան։ Ես ձեռերը ճարելի կասեն մեզի բանակ պետք չի։ Մենք բանակ չենք ուզում։ Սա խայտառակություն էր։ Ոչ մի տոնական միջոցառում, ոչ մի զորամասում տեղի չունեցավ, նորմալ։ Ամեն ինչ ոչնչացրեցին, ամեն ինչ բնաջնջեցին։ Հեսա մայիսի 9-ը հաջորդ, հեսա ապրիլի 24-ն է գալու, հեսա տեսեք ինչ են անելու։ Ապրիլի 24-ին հեսա տեսեք ինչ են անելու։ Ես միանշանակ համոզված եմ, որ ուղիղ եթեր էլ կարողա չտանել։ Ասեն չի եղել այդպես բան։ Всё, մոռանում ենք։ Հաջորդը մայիսի 9-ը, նորից ոչ մի բան։ Գերատոն էր։ 28-ն ագալու հետո էլի ոչ մի բան։ Ուստի սիրելի դպրոցականներ, սիրելի ծնողներ, զարթնեք, սիրելի ուսանող, դու միշտ եղել ես քո երկրի տերը, զարթնեք, արթնացեք, ինքները ձեզ միաթել, ձեր աչքերը բացեք, տեսեք ինչ է կատարվում։ Սրանք անգամ ձուն չեն կարում մաքրեն Երևան քաղաքում, ձյան հարցը չի կարում լուծի, բոզի տղեն, ասում է Facebook-ում ավելի շատ ձյուն տեղած, քան Երևանում, աղբի տղա։ 30-ից ավել մարդ ընկե ոտու ձեռաջարդ, այդքան ավտո ջնջղվավ, այդքան ավտոբուս, այդքան մեքենա եւ այդքանից հետո մտել է հրճվում է։ Քաղաքապետ ես, տունը ծծցնեմ, դու դուրս եկեք, դու քայլում ես, դու չես տենում քո քաղաքի վիճակը։ Ճամփեկը տրակած, ջեսիմի ուրա տեխնիկան ուրա։ Ոչ մի բան սրանք չեն կարողանում անել, բացի ազգը պղծելուց։ Իսկ հարգարժան ծնողներին ես ուզում եմ ասեմ, որ ես ձեզ հետ եմ, այն ծնողների հետ, ովքեր որ ըմբռնումով են մոտենում, որ այդ առարկայի ներմուծումը 5-րդ դասարան ժամանակավրեպ է եւ ոչ մի կերպ չի կարելի։ Ոչ մի կերպ։ Եվ եթե կան ծնողներ, ովքեր կցանկանան խոսել օգտագործելով այս տաղավարը, իմ դռները բաց են այդ ծնողների համար, ովքեր իրենց խոսքն են ուզում ուղղեն։ Կարող են հեռախոսահամար թողել, կարող են, չգիտեմ, կապի միջոցով եւ այլով։ Եվ մոտակա օրերս մենք կբացենք արդեն շուտով կբացի փետրվար ամսվա մեջ դոկ կուսակցության շտաբը, շտաբ ասեմ, գրասենյակը, որտեղ որ քաղաքացիները կարող են գալ միայն դիմում բողոքներով եւ անդամագրվելու ցանկությամբ իմ կուսակցությանը։
Ընդամենը մնաց մի քանի օր, այնտեղ մի փոքր աշխատանքները ձգվում են վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ Ուզում եմ նաև հայտարարել, որ շատ շուտով կավարտվի իմ ստորագրությամբ գրքերի վաճառքը, որովհետև մենք սահմանափակ քանակությամբ էինք ստորագրել ամենափնտրված չհանցագործը գրքի վրա, եւ վաճառքը սկսվել է վաղուց, եւ այդ ստորագրությունով գրքերի քանակը արդեն սպառվում է, այսինքն քաղաքացին արդեն կարող է ձեռք բերել ուղղակի դատարկ գիրքը առանց իմ ստորագրության, ուստի հորդորում եմ արագացնել, գիրքը հանված է վաճառքի ցանկացած աշխարհամասի եւ ծայրամասի համար, պայմանավորված ամեն մի ծայրամասյա առաքման գներով, իհարկե եթե դուք գիրքը ձեռք եք բերում Հայաստանի Հանրապետությունում, այն ավելի էժան է, քան պատվիրեք դրսից, Հայաստանում 5500 դրամ, դրսից գործում են այլ գներ, մանրամասն ես գրել եմ, տեղադրել եմ, ոնց ինչ, այսօր այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։